Շքեղ առանձնատանը մի փոքրիկ խորհրդավոր կերպով սկսում է հյուծվել մեծահարուստի նոր կնոջ ժամանումից հետո։ Միակ, ով տարօրինակ բան է նկատում, մի համեստ կին է, զինված միայն իր ներքին ձայնով ու խիզախությամբ։ Բայց այն, ինչ նա հայտնաբերում է փոքրիկի կատն ուսումնասիրելիս, այնքան սահմռկեցուցիչ է, որ կարող է իր իսկ կյանքն արժենալ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ասել, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Երեքշաբթի առավոտը Երանում սկսվեց այնպես, ինչպես մյուս բոլոր օրերը։ Երկինքը պատված էր քաղաքին բնորոշ մոխրագույն մշուշով, իսկ փողոցներն արդեն եռում էին մեքենաների, ավտոբուսների շտապող մարդկանց անդադար շարժումից։ Մայրաքաղաքի կենտրոնում, պատմական շենքերի ժամանակակից կառույցների միջ, վեր էր խոյանում Մանուկյան գործընկերներ բանկը, երկրի ամենահին հարգված ֆինանսական հաստատություններից մեկը։ Նրա տպավորիչ ճակատամասը, ար-դեկո ոճի մանրամասներով փայլեցված բրոնզե դռներով, պատմում էր տասնամյակների պատմության, հզորության ավանդույթների մասին։ Այդ առավոտ, անթերի կոստյումներով գործարարների կաշվե պայուսակներ կրող հաճախորդների միջով, մի փոքրիկ ու աննկատ կերպարանք անցավ մայթով դեպի բանկ։ Նա մոտ 10 տարեկան մի աղջիկ էր, հագին բաց կապույտ բամբակյա պարզ զգեստ, որն արդեն մի փոքր գունաթափվել էր ժամանակի լվացքների պատճառով։ Նրա կոշիկները համեստ էին, բայց մաքուր, նա կրում էր ծաղկավոր կտորից մի պայուսակ, որը, կարծես, շատ ձեռքերով էր անցել, մինչ հասներ իրեն։ Նրա շագանակագույն մազերը հյուսված էին երկու հյուսքի մեջ, որոնք թեթակի օրորվում էին, երբ նա վճռական քայլերով առաջ էր շարժվում։ Սոֆյա Մանուկյանն իր տարիքի համեմատ բարձրահասակ չէր, բայց նրա կեցվածքում մի բան կար, որ գրավում էր ուշադրությունը։ Գուցե այն էր, թե ինչպես էր նա ուղիղ պահում ուսերը, կամ այն վստահ ձը, որով պայուսակը սեղմել էր կրծքին։ Նրա շագանակագույն աչքերը շուրջ բոլորը դիտում էին հետաքրքրասիրության վճռականության խառնուրդով։ Նա արդեն շատ անգամ էր անցել այս փողոցով, միշտ հեռվից, միշտ իր պապիկի ուղեկցությամբ, այն ժամանակներում, երբ նա դեռ ներկա էր իր կյանքում։ Պապիկը սովորաբար կանգ էր առնում բանկի դիմաց, ձեռքը դնում նրա ուսին քնքուշ ձայնով ասում, որ մի օր նա ամեն ինչ կհասկանա։ Մի օր նա կիմանա, թե ով է ինքն իրականում։ Այդ օրը հասել էր։ Սոֆյան հրեց ապակե պտտվող դուռը, զգալով, թե ինչպես սառը օթորակիչի հոսանքը դիպավ իր դեմքին, հենց որ մտավ գլխավոր սրահ։ Հակադրությունը փողոցի շոգ ու խեղդող օդի հետ հսկայական էր։ Այստեղ ամեն ինչ փայլում էր։ Սպիտակ մարմարե հատակն արտացոլում էր բարձր առաստաղից կախված բյուրեղյա ջահերի լույսը։ Պատերը պատված էին մուգ, փայլեցված փայտով, իսկ սյուների մեջ ընկած տարածքները զարդարում էին դասական բնանկարներով նկարներ։ Սպասասրահում դրված էին մուգ կարմիր կաշվե բազկաթոռներ, իսկ հետում, էլեգանտ վաճառասեղանի ետում, գտնվում էին սպասարկման պատուհանները։ Մի քանի մարդ շրջեց գլուխը, երբ նա ներս մտավ։ Այդ կարգի բանկում մենակ երեխա տեսնելը սովորական բան չէր։ Սոֆյան զգաց հայացքները, բայց չվախեցավ։ Նա հստակ գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա փոքրիկ, բայց վստահ քայլերով անցավ սրահը, մոտեցավ գլխավոր ընդունարանին, որտեղ էլեգանտ կոկոնով հավաքված շիկահեր մազերով մի կին համակարգչով ինչ-որ բան էր մուտքագրում։ Ընդունարանի աշխատակցուհին բարձրացրեց հայացքը, թեթակի գիտեց հոնքերը, տեսնելով իր առջ կանգնած աղջկան։ Նա նայեց պարզ զգեստին, հին պայուսակին, մաշված կոշիկներին։ Նրա պրոֆեսիոնալ ժպիտը մի փոքր գերադասական դարձավ։ Բար սիրելիս, ասաց նա մի տոնով, որը խառնուրդ էր բարության գերազանցության։ Ինչ որ մեկին ես փնտրում։ Ծնողներդ այստեղ են։ Սոֆյան խորը շունչ քաշեց։ Բար ձեզ։ Ես կցանկանայի ստուգել իմ հաշվի մնացորդը, խնդրում եմ։ Ընդունարանի աշխատակցուհին թարթեց աչքերը, կարծես վստահ չէր, որ ճիշտ լսեց։ Քո հաշվի։ Դու հաշիվ ունես այստեղ, բանկում։ Այո, ունեմ, պատասխանեց Սոֆյան, պահպանելով հանգիստ ձայնը։ Իմ անունը Սոֆյա Մանուկյան է։ Ես ունեմ հաշվի համարը գաղտնաբառը։ Կինը շուրջը նայեց, կարծես փնտրում էր որևէ պատասխանատու մեծահասակի, որը կարող էր պարզաբանել իրավիճակը։ Սիրելիս, վստահ ես։ Սա բարձր կարողություն ունեցող հաճախորդների համար նախատեսված բանկ է։ Գուցե շփոթում ես մեկ այլ հաստատության հետ։ Սոֆյան հայացքը չթեքեց։ Չեմ շփոթում։ Պապիկս է բացել այս հաշիվը ինձ համար։ Ես փաստաթղթերն ունեմ։ Նա բացեց կտորե պայուսակը, հանեց ժամանակից դեղնած մի ծրար։
Նրա մեջ խնամքով ծալված թղթեր կային։ Ընդունարանի աշխատակցուհին որոշակի տատանումով վերցրեց փաստաթղթերը, դեռս տեսանելիորեն թերահավատ։ Նրա աչքերը սահեցին տպագիր տողերի վրայով, նա սկսեց ինչ-որ բան մուտքագրել համակարգչում։ Նրա դեմքի արտահայտությունը աստիճանաբար փոխվեց, գերադասականից անցնելով շփոթության։ Մինույն ժամանակ սրահի մյուս կողմում բարձրահասակ լավ հագնված մի տղամարդ լայն ու վստահ քայլերով անցնում էր տարածքով։ Լոն Ավետիսյանը 32 տարեկան էր, համարվում էր բանկի ամենախոստումնալից գործադիր տնօրեններից մեկը։ Նրա մուգ մոխրագույն կոստյումն անթերի էր, իտալական կոշիկները փայլում էին, իսկ շվեյցարական ժամացույցն ավելի թանկ արժեր, քան շատ սովորական մեքենաներ։ Նա կաշվե պայուսակ էր կրում, հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ, ծիծաղելով գծի մյուս կողմում ասված ինչ-որ բանի վրա։ Լոնը հայտնի էր իր սուր մտքով տպավորիչ արդյունքներով։ Նա բանկ էր եկել 5 տարի առաջ, արագորեն բարձրանալով հիերարխիայում, թվերի հետ աշխատելու իր հմտության շահութաբեր գործարքներ կնքելու ունակության շնորհիվ։ Բայց նա հայտնի էր մի պակաս հիացմունքի արժանի բանով, իր ամբարտավանությամբ։ Նա գործընկերներին վերաբերվում էր անտարբերությամբ, արամարում էր նրանց, ում ցածր էր համարում, հավատում էր, որ աշխարհը բաժանված է հաղթողների պարտվողների։ Եվ ինքը, իհարկե, ամուր կանգնած էր հաղթողների կողմում։ Անցնելով ընդունարանի մոտով, Լոնը նկատեց անսովոր տեսարանը։ Համեստ հագնված մի երեխա խոսում էր ընդունարանի աշխատակցուհու հետ։ Դա գրավեց նրա ուշադրությունը, բայց ոչ դրական առումով։ Նա անջատեց հեռախոսը, մոտեցավ, շուրթերի անկյունում մի ժպիտով, որն ավելի շատ արամարանք էր արտահայտում, քան զվարճանք։ «Ինչ ունենք այստեղ», հարցրեց նա, նայելով սկզբում ընդունարանի աշխատակցուհուն, ապա Սոֆիային։ «Նոր հատուկ հաճախորդ»։ Ընդունարանի աշխատակցուհին անհարմար տեսք ուներ։ «Պարոն Լոն, այս աղջիկն ասում է, որ այստեղ հաշիվ ունի, ուզում է ստուգել մնացորդը»։ Լոնը կարճ ու չոր ծիծաղեց։ «Հաշիվ։ Այստեղ»։ Նա մի փոքր կրացավ, Սոֆիայի հասակին հավասարվելու համար, բայց այդ ժեստում ոչ մի բարություն չկար։ Դա գերադասական էր, կարծես մանկական կատակի հետ գործ ունենար։ «Սիրելիս, դու գիտես, որքան արժե այս բանկում հաշիվ ունենալը։ Մարդիկ, որոնք այստեղ են գալիս, ունեն կարողություն, ներդրումներ, ընկերություններ։ Սա խաղալու տեղ չէ»։ Սոֆիան ուղիղ նայեց նրա աչքերին։ «Ես չեմ խաղում։ Ես այստեղ հաշիվ ունեմ»։ Լոնը ուղղվեց, խաչեց ձեռքերը, դեռս այն ծաղրական ժպիտով։ «Տես, ես հիանում եմ քո քաջությամբ, որ եկել ես այստեղ, բայց արի ազնիվ լինենք։ Դու հավանաբար նույնիսկ 10,000 դրամ չունես այդ այսպես կոչված հաշվի վրա, եթե այն ընդհանրապես գոյություն ունի»։ Նա նայեց ընդունարանի աշխատակցուհուն։ «Ցույց տուր նրան մնացորդը։ Սա լավ դաս կլինի իրական աշխարհի մասին»։ Ընդունարանի աշխատակցուհին տատանվեց, ակնհայտորեն անհարմար զգալով իրավիճակից։ «Պարոն Լոն, ես չեմ կարծում, որ ցույց տուր», պնդեց նա, այժմ ավելի հեղինակավոր տոնով։ «Դա ուսուցողական կլինի։ Աղջիկը պետք է հասկանա, թե ուր է ոտք դրել»։ Սրահում գտնվող մյուս մարդիկ սկսեցին նկատել շարժումը։ Որոշ հաճախորդներ զգուշորեն նայում էին, հետաքրքրված։ Բանկի աշխատակիցները անհանգիստ հայացքներ էին փոխանակում, բայց ոչ ոք չէր համարձակվում դիմակայել Լոն Ավետիսյանին, հաստատության աստղային գործադիր տնօրենին։ Ընդունարանի աշխատակցուհին, ճնշման տակ զգալով, մուտքագրեց Սոֆիայի փաստաթղթերում նշված հաշվի համարը, մուտքագրեց աղջկա տված գաղտնաբառը։ Նա սպասում էր, որ համակարգը սխալի հաղորդագրություն կվերադարձնի, կամ գուցե աննշան մնացորդ, որը կավարտեր այս անհարմար իրավիճակը։ Բայց այն, ինչ հայտնվեց էկրանին, ստիպեց նրա դեմքին գույն չմնալ։ Նա թարթեց աչքերը, նորից նայեց, նրա ձեռքը սկսեց թեթակի դողալ մկնիկի վրա։ «Պարոն Լոն», շնջաց նա խեղդված ձայնով, «կարծում եմ ավելի լավ է դուք սա տեսնեք»։ Լոնը, դեռս այն ինքնահավան ժպիտով, շրջանցեց վաճառասեղանը, նայեց համակարգչի էկրանին։ Ժպիտն անմիջապես անհետացավ։ Նրա աչքերը լայն բացվեցին, նա մի քանի վայրկյան լիովին անշարժ մնաց, կարծես էլեկտրական հարված ստացած լիներ։ Էկրանին, մեծ ու պարզ թվերով, գրված էր. հասանելի մնացորդ 500,000,000 500 միլիոն դրամ։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Ընդունարանի աշխատակցուհին հերթով նայում էր էկրանին Սոֆիային, անկարող ընկալելու այն, ինչ տեսնում էր։ Լոնը գունատվել էր, նրա ծաղրական արտահայտությունը փոխարինվել էր շոկի խուճապի մեջ ընկած մի բանով։
Նա բացեց բերանը, կարծես ինչ-որ բան պիտի ասեր, բայց ոչ մի բառ դուրս չեկավ։ Սոֆյան հանգիստ մնաց։ Շնորհակալություն ստուգելու համար, ասաց նա հանգիստ։ Այժմ ես կցանկանայի խոսել կառավարչի հետ, խնդրում եմ։ Ընդունարանի աշխատակցուհին դեռս շոկի մեջ, անհասկանալի մի բան մրմնջաց դողացող ձեռքերով վերցրեց ներքին հեռախոսը։ Մի քանի րոպե անց միջին տարիքի մի տղամարդ, մուգ կապույտ կոստյումով բարակ շրջանակով ակնոցներով դուրս եկավ կողային միջանցքից։ Դա Արթուր Գորգյանն էր, գլխավոր մասնաճյուղի կառավարիչը, մի մարդ, որն իր կյանքի 30 տարին նվիրել էր այդ հաստատությանը։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց նա, նկատելով օդում կախված լարվածությունը։ Ընդունարանի աշխատակցուհին անմիջապես ոտքի կանգնեց։ Պարոն Արթուր, այս աղջիկն ունի հաշիվ 500 միլիոն դրամ մնացորդով։ Նա ներկայացրեց փաստաթղթերը ճիշտ գաղտնաբառը։ Արթուրը գիտեց հոնքերը նոր ուշադրությամբ նայեց Սոֆյային։ Այնուհետ նա մոտեցավ վաճառասեղանին, զննեց համակարգչի էկրանը։ Նրա արտահայտությունը նույնպես փոխվեց, բայց այլ կերպ։ Նրա աչքերը կկոցվեցին, կարծես փորձում էր ինչ-որ կարևոր բան հիշել։ Ո՞րն է քո լրիվ անունը, աղջիկս, հարցրեց նա, այժմ շատ ավելի հարգալից տոնով։ Սոֆյա Մանուկյան։ Իմ պապիկը Վիգեն Մանուկյանն էր։ Անունը ռումբի պես պայթեց։ Արթուրը մի պահ քարացավ, հետո նրա դեմքով անցավ ճանաչման զարմանքի նման մի բան։ Վիգեն Մանուկյանը եղել էր բանկի հիմնադիրը, լեգենդար մարդ հայկական ֆինանսական աշխարհում, հարգված իր ազնվության գործարար տեսլականի համար։ Նա հեռացել էր այս աշխարհից մի քանի տարի առաջ, թողնելով հսկայական ժառանգություն բարդ պատմություն, որը քչերն էին ամբողջությամբ ճանաչում։ Արթուրը խորը շունչ քաշեց շուրջը նայեց, նկատելով, որ իրավիճակը անցանկալի ուշադրություն է գրավում։ Եկեք խոսենք ավելի առանձին վայրում, ասաց նա վճռական։ Խնդրում եմ, հետեք ինձ։ Նա նայեց Լոնին։ Դուք նույնպես, Ավետիսյան։ Լոնը դեռս ապշած լուր հետեց, մինչ Արթուրը Սոֆյային առաջնորդում էր էլեգանտ միջանցքով դեպի լայն ու շքեղ խորհրդակցությունների սենյակ։ Մահուդի փայլուն սեղանը փայլում էր ժամանակակից լուսամփոփների լույսի տակ, իսկ աթոռները պատված էին սկաշվով։ Մեծ պատուհաններից բացվում էր Երևան քաղաքի համայնապատկերը, իր բարձրահարկ շենքերով անդադար շարժումով։ Սոֆյան նստեց աթոռներից մեկին, զգուշորեն դնելով իր պայուսակը սեղանին։ Արթուրը նստեց նրա դիմաց, իսկ Լոնը նրա կողքին, դեռս տեսանելիորեն ցնցված։ Կառավարիչը դարակից հանեց մի թղթապանակ, սկսեց թերթել հին փաստաթղթեր, որոնցից մի քանիսը տասնամյակների վաղեմության կնիքներ ունեին։ Սոֆյա, սկսեց նա, զգուշորեն ընտրելով բառերը, դու ասացիր, որ Վիգեն Մանուկյանը քո պապիկն էր։ Կարող ես ինձ ավելին պատմել այդ մասին։ Աղջիկը գլխով արեց։ Պապիկս իմ հոր, Ռուբեն Մանուկյանի հայրն էր։ Նա ինձ երկար ժամանակ մեծացրել է, երբ հայրս միշտ ճանապարհորդում էր կամ զբաղված էր այլ բաներով։ Պապիկ Վիգենը միշտ ասում էր, որ ինձ համար մի բան կա սպասվում, մի բան, որ նա պահել էր ինձ պաշտպանելու համար։ Նա ասում էր, որ երբ ես դրա կարիքն ունենամ, կիմանամ, թե որտեղ գտնել։ Արթուրը ուշադիր լսում էր, ձեռքերը խաչած սեղանին։ Իսկ ինչպես իմացար հաշվի մասին։ Պապիկս ինձ նամակ էր թողել։ Այն պահվում էր մորաքրոջս տատիկի մոտ, որը պատասխանատու էր այն ինձ հանձնելու համար, երբ ես բավականաչափ մեծ լինեի հասկանալու համար։ Նամակում նա ամեն ինչ բացատրում էր։ Ֆոնդի մասին, բանկի մասին, հորս մասին։ Սոֆյան դադար տվեց, նրա ձայնն ավելի վճռական դարձավ։ Եվ այն մասին, թե ինչ պետք է անեմ, եթե հայրս փորձի վերցնել այն, ինչն իմն է։ Լոնը, որը մինչ այդ լուռ էր մնացել, վերջապես գտավ իր ձայնը։ Սպասեք, սպասեք։ Դուք ասում եք, որ Վիգեն Մանուկյանը, այս բանկի հիմնադիրը, 500 միլիոն դրամ է թողել մի երեխայի։ Առանց որե մեկի իմանալու։ Արթուրը խստորեն նայեց Լոնին։ Ոչ թե առանց որե մեկի իմանալու, Ավետիսյան։ Կային հատուկ կետեր։ Ես ինքս տեղյակ էի այս հավատարմագրային ֆոնդի գոյության մասին, բայց հստակ հրահանգներ ունեի չբացահայտել դրա գոյությունը, մինչ շահառուն անձամբ չներկայանա կամ չհասնի չափահասության։ Վիգեն Մանուկյանը շատ հստակ էր իր ցանկություններում։ Նա իր ուշադրությունը դարձրեց Սոֆյային։ Աղջիկս, դու հասկանում ես, որ այս գումարը պաշտպանված է օրենքով։ Այն կարելի է օգտագործել միայն օրինական թույլտվությամբ, հատկապես հաշվի առնելով քո տարիքը։ Գիտեմ, պատասխանեց Սոֆյան։ Պապիկս դա բացատրել էր նամակում։
Գումարը հիմա ծախսելու համար չէ։ Այն ապահովելու է, որ ես ունենամ ապագա կրթություն, որ ոչ ոք չկարողանա ինձ մանիպուլացնել կամ վերահսկել դրա պատճառով։ Հատկապես հայրս։ Ծանր լռություն տիրեց սենյակում։ Արթուրը մի պահ փակեց աչքերը, կարծես ուժ էր հավաքում այն բանի համար, ինչ պատրաստվում էր ասել։ Սոֆիա, պետք է քեզ մի դժվար հարց տամ։ Հայրդ գիտի այս հաշվի մասին։ Աղջկա արտահայտությունը մի փոքր փակվեց։ Նա իմացել է։ Չգիտեմ ինչպես, բայց իմացել է։ Վերջին ամիսներին նա սկսեց ինձ տարօրինակ հարցեր տալ, պապիկի մասին, թղթերի մասին, գաղտնաբառերի մասին։ Սկզբում չէի հասկանում, բայց հետո հասկացա, որ նա ինչ-որ բան է փնտրում։ Երեկ գիշեր ես լսեցի նրա հեռախոսազրույցը։ Նա ինչ-որ մեկի հետ խոսում էր այսօր ինձ այստեղ բերելու մասին, որպեսզի փորձի համոզել ինձ փաստաթղթեր ստորագրել։ Արթուրը փակեց աչքերը, խորը հոգոց հանեց։ Ռուբեն Մանուկյան։ Նա ափսոսանքով թափահարեց գլուխը։ Վիգենը միշտ վախենում էր դրանից։ Նրա որդին փայլուն էր, բայց անկայուն։ Խաղամոլ, միշտ պարտքերի մեջ։ Միշտ հեշտ ճանապարհներ փնտրող։ Այդ պատճառով Վիգենը ստեղծեց այս ֆոնդը այդքան շատ պաշտպանական մեխանիզմներով։ Եվ այդ պատճառով ես մենակ եկա, ասաց Սոֆյան իր տարիքի համար տպավորիչ քաջությամբ։ Ես վաղ առավոտյան նստեցի ավտոբուս, մինչ հայրս կարթնանար։ Ես գիտեի, որ եթե նա ինձ այստեղ բերեր, կփորձեր ինձ մանիպուլացնել, վախեցնել, ստիպել ստորագրել բաներ, որոնք ես չեմ հասկանում։ Բայց պապիկս ինձ սովորեցրել է երբեք չվախենալ ճշմարտությունից։ Նա ասում էր, որ ճշմարտությունը միշտ պաշտպանում է նրան, ով ազնիվ է։ Արթուրը նայեց այդ փոքրիկ ու համեստ աղջկան, որը նստած էր իր համար չափազանց մեծ աթոռին, զգաց հիացմունքի ու տխրության խառնուրդ։ Վիգեն Մանուկյանը եղել էր իր ուսուցիչը, մի մարդ, որին նա խորապես հարգում էր։ Եվ ահա նրա թոռնուհին, ցուցաբերելով նույն ազնվությունն ու քաջությունը, ինչ պապիկն ուներ։ Լոնը, որը լուր տեսանելիորեն անհարմար էր մնացել, վերջապես խոսեց, բայց նրա ձայնը տարբեր էր, առանց նախկին ամբարտավանության։ Պարոն Արթուր, ես պետք է ներողություն խնդրեմ։ Ես այսօր լուրջ սխալ թույլ տվեցի։ Ես դատեցի այս աղջկան արտաքինով, տարիքով, ես նա դադար տվեց, դժվարությամբ կուլ տալով։ Ես դաժան անարդար էի։ Սոֆյան նայեց նրան, մի պահ նրանց հայացքները հանդիպեցին։ Նա ոչինչ չասաց, բայց այդ հայացքում մի բան կար, որը Լոնին ստիպեց զգալ ավելի խորը ամոթ, քան որ է բանավոր նկատողություն կարող էր առաջացնել։ Արթուրը ոտքի կանգնեց, գնաց դեպի պատուհանը, դիտելով դրսի քաղաքը։ Մենք պետք է որոշ անհապաղ միջոցներ ձեռնարկենք։ Առաջինը, ես կկապվեմ իրավաբանական բաժնի հետ, համոզվելու համար, որ այս հաշիվն էլ ավելի պաշտպանված է։ Երկրորդ, ես կսկսեմ ներքին հետաքննություն, ստուգելու համար, թե արդյոք վերջին ամիսներին եղել է այս հաշվին անօրինական մուտքի փորձ։ Իսկ հայրս ինչ, հարցրեց Սոֆյան, առաջին անգամ փոքրացած ձայնով։ Արթուրը շրջվեց դեպի նա։ Եթե ապացույցներ լինեն, որ նա փորձել է խարդախությամբ մուտք գործել այս հաշիվ կամ փորձել է մանիպուլացնել բանկի աշխատակիցներին, դա կքննվի օրենքի համաձայն։ Բայց նախ, մենք պետք է ապահովենք քո անվտանգությունը։ Դու հիմա ո՞մ հետ ես ապրում։ Մորաքրոջս, տատիկի հետ։ Նա մորս քույրն է, որը հեռացել է, երբ ես շատ փոքր էի։ Մորաքույր տատիկը միշտ հոգ է տարել ինձ համար, երբ հայրս չկար։ Ապա մենք անմիջապես կկապվենք նրա հետ, ասաց Արթուրը, վերցնելով հեռախոսը։ Նա պետք է իմանա, թե որտեղ ես դու, մենք պետք է համոզվենք, որ դու անվտանգ ես։ Մինչ Արթուրը զանգում էր, Լոնը նստած մնաց, նայելով իր ձեռքերին։ Նրա ողջ վստահությունը, ողջ ամբարտավանությունը գոլորշիացել էր։ Նա ծաղրել էր մի երեխայի, հրապարակավ նվաստացրել նրան, այժմ պարզել էր, որ նա զգալի կարողության ժառանգորդ է բանկի հիմնադրի թոռնուհին։ Բայց դրանից ավելին, նա Սոֆիայի մեջ տեսել էր մի բան, որը խորապես անհանգստացնում էր իրեն, մի արժանապատվություն, որը նա չուներ, մի քաջություն, որի կարիքը նա երբեք չէր ունեցել, քանի որ միշտ ամեն ինչ հեշտությամբ էր ստացել։ Սոֆյան մի պահ դիտեց Լոնին, հետո ասաց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Պետք չէ հավերժ վատ զգալ այն բանի համար, ինչ այսօր տեղի ունեցավ, պարոն Լոն։ Պապիկս ասում էր, որ մենք բոլորս էլ սխալներ ենք գործում։ Կարևորն այն է, թե ինչ ենք անում դրանից հետո։ Լոնը հայացքը բարձրացրեց դեպի նա, զարմացած հուզված այդ խոսքերից, որոնք գալիս էին մեկից, ում նա այդքան վատ էր վերաբերվել։
Նա բացեց բերանը պատասխանելու համար, բայց չկարողացավ գտնել համապատասխան բառեր։ Խորհրդակցությունների սենյակի դուռը հանկարծ բացվեց, մի կին շտապ ներս մտավ, որին հետում էր մի քարտուղարուհի, որը փորձում էր կանգնեցնել նրան։ Կինը մոտ 40 տարեկան էր, մուգ մազերը հավաքված էին պարզ պոչի մեջ, հագին գործնական հագուստ էր, կարծես տնից շտապ դուրս էր եկել։ Նրա դեմքին անհանգստություն էր դրոշմված։ Սոֆիա, բացականչեց նա, տեսնելով աղջկան։ Աստված իմ, ես հուսահատված էի։ Դու դուրս ես եկել առանց զգուշացնելու, ես արթնացա, դու այլս չկայիր։ Սոֆիան ոտքի կանգնեց, վազեց դեպի կնոջ գիրկը։ Ներիր, մորաքույր տատիկ։ Ես պետք է գայի։ Այսօր այդ օրն էր։ Տատիկը ամուր գրկեց զարմուհուն, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Գիտեմ, սիրելիս։ Հասկանում եմ։ Բայց դու ինձ շատ վախեցրիր։ Արթուրը հարգալից մոտեցավ։ Դուք պետք է տատիկը լինեք։ Ես Արթուր Գորգյանն եմ, այս մասնաճյուղի կառավարիչը։ Ձեր զարմուհին շատ քաջ երիտասարդ տիկին է, նա արել է հենց այն, ինչ պետք է աներ։ Տատիկը շուրջը նայեց շքեղ սենյակին, հետո Արթուրին, վերջապես Լոնին, որը նստած էր մնացել հյուծված արտահայտությամբ։ Ինչ է պատահել այստեղ։ Արթուրը խորը շունչ քաշեց։ Շատ բան է պատահել, տիկին։ Եվ մենք շատ բան ունենք խոսելու։ Բայց նախ պետք է իմանաք, որ Սոֆիան անվտանգ է, որ մենք կանենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ, պաշտպանելու նրան այն ժառանգությունը, որ Վիգեն Մանուկյանը թողել է նրա համար։ Տատիկն ավելի ամուր գրկեց Սոֆիային, կարծես ուզում էր պաշտպանել նրան ողջ աշխարհից։ Մինչ երանյան առավոտյան Արը սկսում էր ավելի ուժգին ներթափանցել խորհրդակցությունների սենյակի պատուհաններից, մի նոր իրականություն էր ձևավորվում։ Սոֆիայի ժամանումը բանկ ոչ միայն պարզ այցելություն էր։ Դա ավելի մեծ բանի սկիզբն էր, մի բացահայտում, որը կփոխեր ոչ միայն նրա սեփական կյանքը, այլ այդ 100-ամյա հաստատության մեջ ներգրավված բոլորի կյանքը։ Լոնը նստած մնաց, կորած իր մտքերի մեջ, իմանալով, որ այդ օրը նշանավորել էր իր կյանքում ինչ-որ բանի ավարտը։ Նա պարզապես դեռ չգիտեր, որ դա նա կլիներ մի վերափոխման սկիզբ, որը նա երբեք չէր պատկերացնում, որ հնարավոր է։ Բանկում տեղի ունեցած բացահայտումից հետո եկած օրերը նշանավորվեցին իրարանցումով։ Սոֆիայի հավատարմագրային ֆոնդի գոյության մասին լուրը արագորեն տարածվեց Մանուկյան գործընկերներ բանկի միջանցքներում, իրարանցում առաջացնելով աշխատակիցների գործադիր տնօրենների շրջանում։ Արթուր Գորգյանը արտակարգ ժողով էր հրավիրել հաստատության իրավաբանական բաժնի վարչական խորհրդի հետ։ Այն, ինչ թվում էր, թե պարզապես մի երեխայի կողմից իր հաշվի մնացորդը ստուգելու առանձին դեպք է, վերածվել էր շատ ավելի մեծ բարդ բանի։ 12-րդ հարկի նիստերի դահլիճում մի խումբ իրավաբաններ գործադիր տնօրեններ խոնարհվել էին ժամանակից դեղնած փաստաթղթերի վրա։ Նրանց թվում էր պարոն Մարսել Սահակյանը, բանկի ավագ իրավաբանը, 60 տարեկան մի տղամարդ, ճերմակած մազերով անթերի հեղինակությամբ կորպորատիվ աշխարհում։ Նա ձեռքերում պահում էր այն բնօրինակ նամակը, որը թողել էր Վիգեն Մանուկյանը, խնամքով պահպանված կնքված ծրարում, որը պետք է բացվեր միայն հատուկ իրավիճակներում։ Իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում էինք, ասաց պարոն Սահակյանը, ուղղելով ակնոցը։ Վերջին 6 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք այս հաշվին մուտք գործելու 3 փորձ։ Դրանք բոլորն էլ ավտոմատ կերպով արգելափակվել են անվտանգության համակարգի կողմից, բայց խորությամբ չեն հետաքննվել, քանի որ թվում էր, թե գաղտնաբառի սխալներ են կամ տեխնիկական խնդիրներ։ Արթուրը խոնարհվեց սեղանի վրա։ Իսկ հիմա։ Հիմա մենք գիտենք, որ դրանք սխալներ չէին, շարունակեց իրավաբանը։ Գրառումները ցույց են տալիս, որ ինչ-որ մեկը փորձել է օգտագործել անչափահասի փաստաթղթերը, հաշվին կապված դեբետային քարտ պատվիրելու համար։ Փորձել են նա հանդիպումներ նշանակել, նրա անունից ներդրումներ քննարկելու համար։ Եվ եղել է ֆոնդի խնամակալության փոխանցման փորձ, որը կասեցվել է Վիգեն Մանուկյանի կողմից սահմանված պաշտպանական կետով։ Սենյակում բոլորը լռեցին։ Ենթատեքստը պարզ էր։ Ռուբեն Մանուկյանը, Սոֆիայի հայրը, փորձել էր անօրինական ճանապարհով մուտք գործել իր դստեր գումարին։ Մենք իրավական պարտավորություն ունենք սա հայտնելու իշխանություններին, հարցրեց համապատասխանության բաժնի մի գործադիր տնօրեն։ Պարոն Սահակյանը լրջորեն գլխով արեց։ Այո։ Խոսքը խնամակալության տակ գտնվող անչափահասի միջոցների ապօրինի յուրացման փորձի մասին է։
Բացի այդ, եթե Ռուբեն Մանուկյանը կեղծել է փաստաթղթեր կամ փորձել է կաշառել բանկի աշխատակիցներին, դա լրացուցիչ հանցագործություններ է կազմում։ Մենք պետք է զգուշությամբ գործենք, բայց պետք է գործենք։ Քաղաքի մյուս կողմում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի համեստ բնակարանում Սոֆյան նստած էր հյուրասենյակի բազմոցին իր մորաքույր տատիկի կողքին։ Հեռուստացույցը միացված էր, բայց նրանցից ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Տան մթնոլորտը լարված էր այն օրվանից, երբ Սոֆյան 2 օր առաջ վերադարձել էր բանկից։ Տատիկը այդ ընթացքում մի քանի դժվար որոշումներ էր կայացրել։ Դրանցից գլխավորը սեփական իրավաբանական խորհրդատվություն փնտրելն էր, համոզվելու համար, որ Սոֆիայի իրավունքները պաշտպանված են։ Մորաքույր տատիկ, հարցրեց Սոֆյան փոքրիկ ձայնով, հայրս շատ կբարկանա ինձ վրա։ Տատիկը շրջվեց դեպի Զարմուհին, քնքշորեն բռնեց նրա ձեռքերը։ Սիրելիս, դու ոչ մի սխալ բան չես արել։ Դու քաջ էիր, արեցիր այն, ինչ պետք է անեիր։ Եթե հայրդ բարկանա, դա այն պատճառով է, որ նա փորձում էր անել մի բան, որը չպետք է աներ։ Բայց դու ինձ հետ ապահով ես, հասկանում ես։ Ես թույլ չեմ տա, որ քեզ հետ որևէ վատ բան պատահի։ Սոֆյան գլխով արեց, բայց նրա աչքերում դեռ անհանգստություն կար։ Նա իմ հայրն է, մորաքույր։ Ես չեմ ուզում, որ նա տուժի։ Տատիկի սիրտը սեղմվեց։ Այս աղջիկը, նույնիսկ այն ամենից հետո, ինչի միջով անցել էր, դեռ անհանգստանում էր այն հոր համար, որը փորձել էր մանիպուլացնել իրեն գողանալ իր ապագան։ Գիտեմ, սիրելիս։ Եվ դա ցույց է տալիս, թե որքան յուրահատուկ ես դու։ Բայց երբեմն մարդիկ պետք է դիմակայեն իրենց ընտրությունների հետանքներին, որպեսզի կարողանան փոխվել։ Հենց այդ պահին Երանի կենտրոնի մի փոքրիկ ու մութ բարում Ռուբեն Մանուկյանը մենակ նստած էր մի անկյունում, իր արջը գարեջրի 3 դատարկ շիշ 4-րդը, կիսով չափ։ Նա 42 տարեկան էր, բայց թվում էր 10 տարով ավելի մեծ։ Նրա դեմքը կնճռոտվել էր անհանգստությունից անքուն գիշերներից։ Նրա աչքերը, որոնք մի ժամանակ փայլուն էին, ինչպես իր հորինը, այժմ մթագնել էին հիասթափությունից, հուսահատությունից։ Ռուբենը մի ժամանակ այլ էր։ Երիտասարդ տարիքում նա խելացի էր հավակնոտ, մեծ ծրագրեր ուներ ընդլայնելու այն կայսրությունը, որը հայրը կառուցել էր։ Բայց ճանապարհին ինչ-որ բան սխալ էր գնացել։ Գուցե դա Վիգեն Մանուկյանի, մեծ բանկիրի, այն մարդու որդին լինելու ճնշումն էր, որին բոլորը հիանում էին։ Գուցե դա հոր բացակայությունն էր, որը միշտ զբաղված էր գործերով, հանդիպումներով, թողնելով որդուն մեծանալ առանց իսկական ուղղորդման։ Կամ գուցե դա պարզապես բնավորության թուլություն էր, որը նա երբեք չկարողացավ վերահսկել։ Խաղադրույքները սկսվել էին որպես զվարճանք։ Պոկերի խաղեր ընկերների հետ, մի քանի պատահական այցելություններ ձիարշավարան։ Բայց դրանք արագորեն վերածվեցին ավելի լուրջ բանի։ Կախվածության, հուսահատության, պարտքերի, որոնք կուտակվում էին անկասելի ձնահյուսի պես։ Ռուբենը կորցրել էր կնոջը, որը չէր դիմացել տեսնել, թե ինչպես է իր սիրելի տղամարդը ոչնչացնում իրեն։ Նա կորցրել էր աշխատանքի հնարավորությունները, քանի որ իր հեղինակությունը արատավորված էր։ Եվ այժմ նա կորցրել էր նա իր դստեր գումարն օգտագործելու հնարավորությունը, իրեն փրկելու համար։ Նրա բջջային հեռախոսը զանգեց սեղանին, նա հոգնած աչքերով նայեց էկրանին։ Անծանոթ համար էր։ Մի պահ տատանվեց, բայց պատասխանեց. Ռուբեն Մանուկյան։ Այո, ով է խոսում։ Այստեղ պարոն Մարսել Սահակյանն է, Մանուկյան գործընկերներ, բանկի իրավաբանական բաժնից։ Մենք պետք է շտապ խոսենք ձեզ հետ, ձեր դստեր Սոֆիայի հաշվին վերաբերող որոշ հարցերի շուրջ։ Ռուբենն անմիջապես լարվեց։ Ինչի՞ մասին եք խոսում։ Պարոն Մանուկյան, կան ձեր դստեր հաշվին չարտոնված մուտքի փորձերի գրառումներ։ Փորձեր, որոնք խախտում են ձեր հոր Վիգեն Մանուկյանի կողմից սահմանված պաշտպանական կետերը։ Մեզ անհրաժեշտ է, որ դուք վաղը առավոտյան ժամը 10-ին գաք բանկ, պաշտոնական հանդիպման։ Ռուբենը զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Ես ոչ մի սխալ բան չեմ արել։ Ես նրա հայրն եմ։ Ես իրավունք ունեմ կառավարելու իմ դստեր ունեցվածքը։ Ոչ այն դեպքում, երբ այդ ունեցվածքը պաշտպանված է հատուկ կետերով հավատարմագրային ֆոնդով, պարոն Մանուկյան։ Եվ հատկապես ոչ այն դեպքում, երբ կան փաստաթղթերի կեղծման ապացույցներ։ Վաղը, առավոտյան ժամը 10-ին։ Ձեր շահերից է բխում ներկայանալը։ Զանգն ավարտվեց։
Ռուբենը նայում էր հեռախոսին, զգալով, թե ինչպես է աշխարհը փլուզվում իր շուրջը։ Նա գիտեր, որ փորձանքի մեջ է։ Գիտեր, որ անցել է այն սահմանները, որոնք չպետք է անցներ։ Եվ գիտեր, որ Վիգեն Մանուկյանը, նույնիսկ այնտեղից, որտեղ գտնվում էր, ամեն ինչ ծրագրել էր Սոֆիային իրենից պաշտպանելու համար։ Մինույն ժամանակ, բանկում մեկ այլ հանդիպում էր տեղի ունենում։ Լոն Ավետիսյանը նստած էր մի փոքրիկ սենյակում, մենակ սպասելով, որ իրեն կանչեն մարդկային ռեսուրսների տնօրենի բանկի նախագահի հետ զրույցի։ Նա գիտեր, թե ինչ է սպասվում։ Վերջին օրերին Սոֆիայի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Լոնից գործնականում խուսափում էին գործընկերներն ու հաճախորդները։ Պատմությունը, թե ինչպես էր նա նվաստացրել բանկի հիմնադրի թորնուհուն, արագորեն տարածվել էր, նրա հեղինակությունը փլուզվել էր։ Դուռը բացվեց, ներս մտավ բարձրահասակ ու տպավորիչ մի տղամարդ։ Դա Հենրիկ Թադոսյանն էր, Մանուկյան գործընկերներ բանկի նախագահը, հայկական ֆինանսական ոլորտի ամենահարգված մարդկանցից մեկը։ Նա 65 տարեկան էր, կատարյալ սանրված ճերմակ մազերով մի հայացքով, որը կարծես թափանցում էր մարդկանց հոգիների մեջ։ Լոնն անմիջապես ոտքի կանգնեց։ Պարոն նախագահ, ես։ Հենրիկը բարձրացրեց ձեռքը, լռություն խնդրելով։ Նստեք, Ավետիսյան։ Լոնը հնազանդվեց, զգալով, թե ինչպես է սիրտը արագ բաբախում։ Հենրիկը նստեց նրա դիմաց մի քանի րոպե լուռ մնաց, ուշադիր ուսումնասիրելով երիտասարդ գործադիր տնօրենին։ Գիտեք, թե ինչու եք այստեղ, հարցրեց Հենրիկը վերջապես։ Այո, պարոն։ Սոֆիա Մանուկյանի հետ տեղի ունեցածի պատճառով։ Հենրիկը գլխով արեց։ Պատմեք ինձ, ձեր սեփական բառերով, թե ինչ է տեղի ունեցել։ Լոնը խորը շունչ քաշեց, սկսեց պատմել այդ օրվա իրադարձությունները։ Նա չփորձեց արդարանալ կամ նվազեցնել իր գործողությունները։ Նա նկարագրեց հենց այնպես, ինչպես ծաղրել էր աղջկան, ինչպես պնդել էր, որ ընդունարանի աշխատակցուհին ցույց տա մնացորդը, նրան նվաստացնելու համար, ինչպես դատել էր Սոֆիային։ Արտաքինով, տարիքով։ Իսկ ինչ եք զգում հիմա, հետ նայելով, հարցրեց Հենրիկը, երբ Լոնն ավարտեց։ Լոնը մի պահ լուռ մնաց, պայքարելով զգացմունքների դեմ, որոնք սովոր չէր զգալ։ Ամոթ, պատասխանեց նա ազնվորեն։ Խորը ամոթ։ Ես դաժան ամբարտավան կերպով վարվեցի մի երեխայի հետ։ Այս բանկի հիմնադրի թորնուհու հետ։ Մեկի հետ, ով ավելի շատ արժանապատվություն քաջություն ցուցաբերեց, քան ես երբեք ցուցաբերել եմ իմ ողջ կյանքում։ Հենրիկը հենվեց աթոռին, դեռս այդ թափանցող հայացքով դիտելով Լոնին։ Երբե մտածել եք, թե ինչու եք այդպես վարվել։ Լոնը տատանվեց։ Ես միշտ այդպիսին եմ եղել, կարծում եմ։ Միշտ դատել եմ մարդկանց նրանով, թե ինչ ունեն, ինչ են հագնում, կարգավիճակով։ Այդպես եմ դաստիարակվել, այդպես եմ սովորել տեսնել աշխարհը։ Հաջողությունը ամեն ինչ է։ Արտաքինը ամեն ինչ է։ Եվ ով չի համապատասխանում այդ չափանիշներին, նա ցածր է։ Եվ դուք դեռ հավատում եք դրան։ Լոնը բարձրացրեց հայացքը, հանդիպեց Հենրիկի հայացքին։ Ոչ, պարոն։ Ոչ այն բանից հետո, ինչ տեսա։ Սոֆիան ոչինչ չուներ, բացի պարզ զգեստից հին պայուսակից։ Բայց նա ուներ մի բան, որը ես երբեք չեմ ունեցել։ Նա գիտեր, թե ով է ինքը։ Նա գիտեր իր արժեքը, այդ արժեքը ոչ մի կապ չուներ փողի հետ։ Հենրիկը երկար լուռ մնաց։ Լոն, դուք գիտեք, որ կարող էիք անմիջապես ազատվել աշխատանքից, անպատշաճ վարքի համար։ Դուք նվաստացրել եք հաճախորդի, գործել եք խտրական կերպով անհարմար իրավիճակ ստեղծել բանկի համար։ Խորհրդում ձայներ կան, որոնք պահանջում են ձեր գլուխը։ Լոնը գլխով արեց, սպասելով անխուսափելիին։ Հասկանում եմ, պարոն։ Բայց ես ձեզ չեմ ազատի։ Լոնը զարմացած բարձրացրեց գլուխը։ Պարոն։ Հենրիկը առաջ եկավ։ Չեմ ազատի, որովհետև ազատումը հեշտ ելք կլիներ։ Դա միջոց կլիներ, որ դուք փախչեիք ձեր գործողությունների իրական հետանքներից։ Վիգեն Մանուկյանը, այս բանկը հիմնադրած մարդը, հավատում էր մի շատ կարևոր բանի՝ քավությանը։ Նա հավատում էր, որ մարդիկ կարող են փոխվել, որ կարող են ավելի լավը դառնալ։ Եվ նա հավատում էր, որ բնավորության իսկական փորձությունը երբեք չընկնելը չէ, այլ այն, թե ինչպես ես ոտքի կանգնում ընկնելուց հետո։ Լոնը լուռ լսում էր, չիմանալով ինչ ասել։ Ուրեմն, ահա թե ինչ է լինելու, շարունակեց Հենրիկը։ Դուք կվերցնեք 3 ամսվա արձակուրդ։
Այդ ընթացքում դուք չեք աշխատի բանկում։ Դուք կանցնեք պարտադիր թերապիա։ Դուք կկատարեք կամավորական աշխատանք անապահով համայնքների հետ։ Դուք կմասնակցեք էմպաթիայի նախապաշարմունքների սոցիալական պատասխանատվության վերաբերյալ սեմինարների։ Եվ դուք կգրեք մանրամասն զեկույց այն մասին, թե ինչ եք սովորել։ Իսկ հետո? Հետո, եթե դուք իսկապես փոխված լինեք, եթե իրական ինչ-որ բան սովորած լինեք ձեր աշխարհի մասին, կարող եք վերադառնալ։ Բայց ոչ ձեր ներկայիս պաշտոնին։ Դուք կսկսեք նորից այլ պաշտոնում, մի պաշտոնում, որտեղ կարող եք օգտագործել այն, ինչ սովորել եք, մարդկանց կյանքում իրական փոփոխություն մտցնելու համար։ Լոնը զգաց, թե ինչպես արցունքներ հայտնվեցին իր աչքերում, մի բան, որը չէր պատահել իր մանկությունից ի վեր։ Շնորհակալ եմ, պարոն։ Ես չեմ վատնի այս հնարավորությունը։ Հուսով եմ, որ ոչ, ասաց Հենրիկը, ոտքի կանգնելով։ Որովհետև խաղասեղանին դրված է ոչ միայն ձեր քավությունը։ Դա Վիգեն Մանուկյանի ժառանգությունը հարգելու Սոֆիային ցույց տալու հնարավորությունն է, որ մեծահասակները նույնպես կարող են սովորել աճել։ Այդ գիշեր, քաղաքի տարբեր մասերում, կյանքեր էին փոխվում։ Սոֆիան իր սենյակում էր, գրում էր մի հին տետրում, որը պապիկն էր իրեն տվել։ Նա գրում էր իր զգացմունքների մասին, այն վախի մասին, որը զգացել էր բանկ մենակ մտնելիս, այն տխրության մասին, որը զգում էր իր հոր համար, այն հույսի մասին, որ ուներ, թե ամեն ինչ կարող է լավանալ։ Տատիկը հյուրասենյակում էր, հեռախոսով խոսում էր ընտանեկան իրավունքի մասնագետ իրավաբանի հետ։ Նրանք քննարկում էին հաջորդ քայլերը, Սոֆիայի օրինական խնամակալությունն ապահովելու նրա իրավունքները պաշտպանելու համար։ Ռուբենն իր դատարկ բնակարանում էր, նայում էր հին լուսանկարներին, երբ Սոֆիան նորածին էր։ Երջանիկ պահերի լուսանկարներ, որոնք կարծես տեղի էին ունեցել մեկ այլ կյանքում։ Նա պահում էր մի նամակ, որը սկսել էր գրել դստերը, բայց չէր կարողանում գտնել ճիշտ բառերը։ Ինչպես ներողություն խնդրել սեփական դստեր ապագան գողանալու փորձի համար։ Լոնը տանն էր, բայց տարիներ շարունակ առաջին անգամ չէր մտածում աշխատանքի կամ փողի մասին։ Նա մտածում էր 10 տարեկան մի աղջկա մասին, որը 5 րոպեում իրեն ավելին էր սովորեցրել մարդկային արժանապատվության մասին, քան նա սովորել էր իր ողջ կյանքում։ Եվ ինչ-որ տեղ, բանկի պատմական արխիվում, պահպանվում էր Վիգեն Մանուկյանի բնօրինակ նամակը։ Դրանում ձեր բանկիրը գրել էր մարգարեական խոսքեր։ Սոֆիա, իմ սիրելի թոռնուհի, եթե դու կարդում ես սա, նշանակում է եկել է ճշմարտությունն իմանալու պահը։ Գումարը, որը ես թողել եմ քեզ համար, նվեր չէ։ Դա պաշտպանություն է։ Դա երաշխիք է, որ դու կկարողանաս ընտրել քո սեփական ճանապարհը, առանց կախված լինելու մարդկանցից, որոնք կարող են ցանկանալ մանիպուլացնել քեզ։ Բայց միշտ հիշիր, քո իսկական արժեքը ոչ մի բանկային հաշվի մեջ չէ։ Այն նրանում է, թե ով ես դու, քո սրտի բարության, քո բնավորության ուժի մեջ։ Երբեք թույլ մի տուր, որ որևէ մեկը, նույնիսկ քո ընտանիքը, ստիպի քեզ մոռանալ դա։ Հաջորդ առավոտը եկավ անպամած երկնքով։ Ռուբեն Մանուկյանը կայանեց իր հին մեքենան բանկի դիմաց մի քանի րոպե նստած մնաց, քաջություն հավաքելով ներս մտնելու համար։ Նա գիտեր, որ պատրաստվում է դիմակայել իր գործողությունների հետանքներին։ Գիտեր, որ հիասթափեցրել է իր հորը, իր դստերը ինքն իրեն։ Երբ վերջապես մտավ սրահ, նրան անմիջապես ուղեկցեցին առանձին սենյակ։ Այնտեղ էին Արթուր Գորգյանը, պարոն Մարսել Սահակյանը, երկու այլ իրավաբաններ։ Մթնոլորտը պաշտոնական էր լարված։ Պարոն Մանուկյան, սկսեց պարոն Սահակյանը, շնորհակալություն ներկայանալու համար։ Եկեք անցնենք անմիջապես գործին։ Մենք ապացույցներ ունենք, որ դուք 3 տարբեր դեպքերում փորձել եք խարդախությամբ մուտք գործել ձեր դստեր Սոֆիայի հաշիվ։ Փորձել եք կեղծել փաստաթղթեր, դեբետային քարտ պատվիրելու համար, փորձել եք նշանակել չարտոնված փոխանցումներ։ Ռուբենը գլուխը կախեց։ Ես հուսահատված էի։ Հուսահատությունը հանցագործություն չի արդարացնում, պարոն Մանուկյան։ Դուք փորձել եք գողանալ սեփական դստերից։ Այդ խոսքերը խորը կտրեցին։ Ռուբենը զգաց, թե ինչպես արցունքներն այրեցին իր աչքերը։ Գիտեմ։ Ես գիտեմ, թե ինչ եմ արել։ Եվ ես գիտեմ, որ արդարացում չունեմ։ Այստեղ երկու հնարավոր ճանապարհ կա, շարունակեց իրավաբանը։ Մենք կարող ենք այս գործը հանձնել իշխանություններին, դուք կկանգնեք քրեական դատավարության առաջ։ Կամ մենք կարող ենք այլընտրանքային լուծում փնտրել։ Ռուբենը զարմացած բարձրացրեց գլուխը։ Ինչ տեսակի լուծում։
Պարոն Սահակյանը հայացքներ փոխանակեց Արթուրի հետ, նախքան շարունակելը. Ձեր հայրը, Վիգեն Մանուկյանը, հատուկ հրահանգներ է թողել նման իրավիճակների համար։ Նա կանխատեսել էր, որ սա կարող է պատահել։ Եվ նա առաջարկ է թողել. Եթե դուք համաձայնեք կամավոր կերպով զիջել Սոֆիայի օրինական խնամակալությունը ձեր քենուն տատիկին, եթե համաձայնեք մտնել խաղային կախվածությունների բուժման ծրագիր, եթե համաձայնեք չփորձել կապ հաստատել Սոֆիայի հետ, մինչ նա ինքը ցանկանա դա, մենք գործը քրեական հարթություն չենք տեղափոխի։ Ռուբենը լուռ մնաց, ընկալելով այն, ինչ լսում էր։ Դա հենց այն էր, ինչ իր հայրը կաներ։ Վիգենը միշտ հավատում էր մարդկանց պատժի փոխարեն քավության ընտրության հնարավորություն տալուն։ Եվ եթե ես համաձայնեմ այս ամենի հետ, հարցրեց Ռուբենը խեղդված ձայնով, ապա դուք կունենաք ինքներդ ձեզ վերականգնելու հնարավորություն։ Դառնալու այն հայրը, որին Սոֆիան արժանի է։ Բայց դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե դուք իսկապես փոխվեք, եթե իսկապես դիմակայեք ձեր դերին։ Ռուբենը մտածեց Սոֆիայի մասին, այն քաջ աղջկա, որը մենակ գնացել էր բանկ, իր ապագան պաշտպանելու համար։ Մտածեց, թե ինչպես էր նա ձախողվել նրա հետ, բոլոր այն անգամներ, երբ ընտրել էր խաղադրույքները դստեր փոխարեն, փողը սիրո փոխարեն։ Ես ընդունում եմ, ասաց նա վերջապես։ Ես ընդունում եմ բոլոր պայմանները։ Եվ նա դադար տվեց, պայքարելով արցունքների դեմ։ Ես միայն ուզում եմ, որ դուք Սոֆիային ասեք, որ ես շատ եմ ցավում։ Որ ես ձախողվել եմ նրա հետ, բայց որ կփորձեմ ավելի լավը լինել։ Նույնիսկ եթե դա իմ կյանքի մնացած մասը տի։ Պարոն Սահակյանը գլխով արեց։ Մենք կկազմակերպենք փաստաթղթերը։ Եվ պարոն Մանուկյան, ձեր հայրս մեկ բան է թողել ձեզ համար։ Նա բացեց մի դարակ հանեց կնքված ծրար, Ռուբենի անունով, ձեռագիր գրված։ Սա նամակ է, որը Վիգեն Մանուկյանը գրել է 10 տարի առաջ, որպեսզի հանձնվի ձեզ, եթե այս իրավիճակը պատահի։ Ռուբենը դողացող ձեռքերով վերցրեց ծրարը դուրս եկավ սենյակից։ Նա նստեց բանկի դրսի նստարանին, դողացող մատներով բացեց նամակը։ Հոր խոսքերը, գրված 1 տասնամյակ առաջ, կարծես ուղղակիորեն խոսում էին ներկա պահի հետ։ Ռուբեն, որդիս։ Եթե դու կարդում ես սա, նշանակում է դու ձախողվել ես Սոֆիայի հետ այնպես, ինչպես ես վախենում էի։ Նշանակում է կախվածությունը, հուսահատությունը, թուլությունը հաղթել են։ Բայց դա նշանակում է, որ դեռ ժամանակ կա փոփոխության համար։ Ես միշտ գիտեի, որ դու ավելի լավ մարդ լինելու ներուժ ունես։ Ես դա տեսնում էի քո մեջ, երբ դու երեխա էիր, նախքան աշխարհը իմ սեփական ձախողումները որպես հայր քեզ կձավորեին այլ կերպ։ Գուցե ես չափազանց բացակա էի։ Գուցե ես չափազանց շատ բան պահանջեցի։ Բայց հիմա այլս կարևոր չէ, թե ով էր մեղավոր։ Կարևորն այն է, թե ինչ ես անում այսուհետ։ Սոֆիան արժանի է մի հոր, որն ուժեղ է ոչ թե իր ունեցած փողով, այլ իր ցուցաբերած բնավորությամբ։ Ես ձախողվեցի դրանում քեզ հետ։ Մի ձախողվիր դրանում նրա հետ։ Իսկական հարստությունը, որը ես կարող եմ թողնել ձեզ, բանկային հաշիվներում չէ։ Այն այսօր ավելի լավը լինելու հնարավորության մեջ է, քան երեկ էիք։ Մի վատնիր այս հնարավորությունը։ Սիրով հույսով, հայրդ, Վիգեն։ Ռուբենը խնամքով ծալեց նամակը դրեց գրպանը։ Տարիներ շարունակ առաջին անգամ նա հուսահատությունից բացի այլ բան զգաց։ Նա հույս զգաց։ Փոքր, փխրուն, բայց այնտեղ։ Առջում ընկած ճանապարհը երկար ու դժվարին էր լինելու։ Բայց առաջին անգամ նա պատրաստ էր անցնել այն։ 6 ամիս էր անցել բանկում տեղի ունեցած այդ փոխակերպիչ օրվանից։ Երանը շարունակում էր իր խելահեղ առօրյան, բայց որոշ մարդկանց համար աշխարհը լիովին փոխվել էր։ Սոֆիան այժմ պաշտոնապես ապրում էր տատիկի խնամակալության տակ, մի գործընթացում, որն ավարտվել էր առանց մեծ բարդությունների։ Ռուբենը կատարել էր իր խոստումը, ստորագրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սկսելով բուժում վարքային կախվածությունների մասնագիտացված կլինիկայում։ Տատիկի տունը Մալաթիա Սեբաստիայում իսկական տուն էր դարձել Սոֆիայի համար։ Դա պարզ 2 սենյականոց բնակարան էր, համեստ, բայց հարմարավետ կահույքով, պատուհանագոգերին բույսերով պատերին կախված ընտանեկան լուսանկարներով։ Այնտեղ Սոֆիան ուներ իր սեփական սենյակը, զարդարված ծաղկավոր վարագույրներով, որոնք ինքն էր ընտրել, գրքերով լի գրադարակով, փոքրիկ գրասեղանով, որտեղ անում էր տնային աշխատանքները։ Տատիկն աշխատում էր որպես հայոց լեզվի ուսուցչուհի հանրային դպրոցում, նրա աշխատավարձը համեստ էր, բայց բավարար էր արժանապատվորեն հանգիստ ապրելու համար։
Այդ շաբաթ առավոտյան Սոֆյան նստած էր խոհանոցի սեղանի մոտ, նախաճաշում էր, մինչ տատիկը գաթա էր պատրաստում։ Համեղ բույրը լցնում էր տարածքը, խառնվելով թարմ սուրճի բույրին։ Հեռուստացույցը միացված էր լուրերի ալիքին, բայց նրանցից ոչ ոք առանձնապես ուշադրություն չէր դարձնում։ Մորաքույր տատիկ, հարցրեց Սոֆյան, կարագ քսելով հացի կտորին, կարծում ես հայրս լավ է։ Տատիկը շրջվեց վառարանից, քնքշորեն նայեց Զարմուհուն։ Ինչքանով որ գիտեմ սոցիալական աշխատողի ուղարկած զեկույցներից, նա առաջընթաց է գրանցում։ Նա լրջորեն է վերաբերվում բուժմանը, մասնակցում է թերապիայի նիստերին, նույնիսկ սկսել է աշխատել սոցիալական նախագծում։ Սոֆյան գլխով արեց, բայց նրա աչքերում տխրություն կար։ Ես կարոտում եմ նրան, գիտես։ Այն հորը, որը նա էր, երբ ես փոքր էի, նախքան ամեն ինչի դժվարանալը։ Տատիկը մոտեցավ, նստեց Սոֆյայի կողքին, բռնելով նրա ձեռքը։ Գիտեմ, սիրելիս։ Եվ դրանում ոչ մի սխալ բան չկա։ Ինչ որ մեկին սիրելը չի նշանակում անտեսել այն սխալները, որոնք այդ մարդը գործել է։ Դա նշանակում է ցանկանալ, որ նա ավելի լավը լինի։ Կարծում ես, մի օր նա կցանկանա նորից տեսնել ինձ։ Վստահ եմ, պատասխանեց տատիկը համոզված։ Բայց երբ այդ օրը գա, դա կլինի այն ժամանակ, երբ նա պատրաստ լինի լինել այն հայրը, որին դու արժանի ես։ Եվ դու կունենաս ընտրություն, որոշելու, թե արդյոք ուզում ես բացել այդ դուռը։ Քաղաքի մյուս կողմում, Աչափնյակ թաղամասում, Լոն Ավետիսյանը գտնվում էր մի իրավիճակում, որին սովոր չէր։ Նա տեղափոխվել էր փոքրիկ ու պարզ բնակարան, հեռու այն էլիտար թաղամասից, որտեղ նախկինում ապրում էր։ Նրա բրենդային հագուստները փոխարինվել էին ջինսերով հասարակ շապիկներով։ Շվեյցարական ժամացույցը վաճառվել էր, ինչպես ներմուծված մեքենան։ Նա այժմ երթևեկում էր մետրոյով, ավտոբուսով, ինչպես երևանցիների մեծ մասը։ Այդ առավոտյան Լոնը գտնվում էր արժանապատիվ ապագա անունով մի հկում, որը տեղակայված էր քաղաքի ծայրամասում։ Դա համայնքային կենտրոն էր, որն առաջարկում էր դպրոցական լրացուցիչ պարապմունքներ, մշակութային միջոցառումներ, հոգեբանական աջակցություն խոցելի իրավիճակում գտնվող ընտանիքների երեխաների դեռահասների համար։ Նա սկսել էր որպես կամավոր 3 ամիս առաջ, իր վերափոխման ճանապարհի մի մասը։ Սկզբում չափազանց դժվար էր։ Երեխաները նկատում էին նրա անհարմարությունը, իրականում կապ հաստատելու դժվարությունը։ Նա չգիտեր, ինչպես խոսել նրանց հետ, ինչպես խաղալ, ինչպես պարզապես մարդ լինել, առանց այն ամբարտավանության զրահի, որը կրել էր այդքան երկար։ Բայց ժամանակի ընթացքում, համբերությամբ ՀԿ-ի համակարգողի, տիկին Անահիտ անունով մի իմաստուն կնոջ օգնությամբ, նա սկսել էր սովորել։ Քերի Լոն, կանչեց 8-ամյա Անի անունով մի աղջիկ, քաշելով նրա թքից։ Կօգնես ինձ մաթեմատիկայի դասով։ Լոնը ծնկի իջավ նրա կողքին, նայեց տետրին։ Իհարկե, Անի։ Եկ տեսնենք, թե ինչ ես սովորում։ Մինչ աղջկան կոտորակներ էր բացատրում, Լոնը նկատեց մի բան, որը երբեք չէր զգացել իր կորպորատիվ կյանքում։ Իրական բավարարվածություն։ Այդ երեխային չէր հետաքրքրում իր պաշտոնը, աշխատավարձը կամ կարգավիճակը։ Նա պարզապես ուզում էր մեկին, որ ուշադրություն դարձներ իրեն, որ իրեն կարող զգալ տար։ Եվ առաջին անգամ Լոնը զգում էր, որ իսկապես փոփոխություն է մտցնում ինչ-որ մեկի կյանքում։ Տիկին Անահիտը հեռվից դիտում էր տեսարանը, զուսպ ժպիտով։ Նա 65 տարեկան էր, ջերմակ մազերով մի ամբողջ կյանքի սոցիալական աշխատանքի փորձ ուներ։ Նա տեսել էր, թե ինչպես են շատ կամավորներ անցնում այնտեղով տարիների ընթացքում, բայց քչերն էին ցուցաբերում այն իրական վերափոխումը, որը տեսնում էր Լոնի մեջ։ Նա լավ է առաջ գնում, մեկնաբանեց նա մի կամավոր գործընկերուհու։ Երբ նա այստեղ եկավ, միայն վիրավորված հպարտություն էր ու ամոթ։ Հիմա, նայեք նրան։ Նա իսկապես ներկա է։ Այո, համաձայնեց գործընկերուհին։ Բայց ինչ է պատահել, որ նա այդքան փոխվել է։ Տիկին Անահիտը ժպտաց։ Երբեմն կյանքը մեզ տալիս է հենց այն դասը, որի կարիքն ունենք, նույնիսկ երբ չենք ուզում սովորել այն։ Այդ կեսօրին հատուկ մի բան էր նախատեսված։ Մանուկյան գործընկերներ բանկը որոշել էր իրականացնել նոր սոցիալական պատասխանատվության ծրագիր, առաջին նախաձեռնությունը լինելու էր համագործակցություն ՀԿ-ների հետ, որոնք աշխատում էին անապահով համայնքների երիտասարդների համար ֆինանսական գրագիտության ոլորտում։ Հենրիկ Թադոսյանը, բանկի նախագահը, անձամբ հրավիրել էր Սոֆյային մասնակցելու մեկնարկային միջոցառմանը, որպես նախագծի դեսպան։ Սոֆյան լարված էր։
Նա երբեք հրապարակային ելույթ չէր ունեցել, հատկապես ոչ գործադիր տնօրենների, լրագրողների, համայնքային առաջնորդների լսարանի առջ։ Տատիկն օգնել էր ընտրել նրա հագուստը, պարզ, բայց գեղեցիկ մուգ կապույտ զգեստ, քնքշորեն սանրել էր նրա մազերը։ Դու շատ լավ ես հանդես գալու, քաջալերեց տատիկը, երբ նրանք կայանեցին ընկերուհուց վերցրած մեքենան բանկի դիմաց։ Հիշիր, ինչ միշտ ասում եմ։ Դու պետք չէ որևէ մեկին տպավորես։ Դու պարզապես պետք է լինես ինքդ քեզ։ Սոֆյան գլխով արեց, բայց նրա ձեռքերը քրտնել էին։ Երբ նրանք մտան բանկի սրահ, որն այժմ ծանոթ, բայց դեռս տպավորիչ տարածք էր, նրանց դիմավորեց Արթուր Գորգյանը։ Սոֆիա։ Ինչ լավ է քեզ տեսնել, ասաց նա ջերմ ժպիտով։ Պատրաստ ես մեծ օրվան։ Կարծում եմ, այո, պատասխանեց Սոֆյան փոքրիկ ձայնով։ Դու հիանալի ես լինելու։ Արի, ձեզ կուղեկցեմ դահլիճ։ Բանկի գլխավոր դահլիճը տպավորիչ տարածք էր, 300 մարդու տարողությամբ։ Աթոռները շարված էին շարքերով, իսկ դահլիճի առջում բարձր բեմ էր։ Էկրանները ցուցադրում էին սովորող երեխաների, ժպտացող ընտանիքների ֆինանսական գրագիտության գրաֆիկների պատկերներ։ Սոֆյան զգաց, թե ինչպես սիրտը արագացավ, երբ տեսավ այդքան շատ մարդ։ Բայց հետո անսպասելի մի բան տեղի ունեցավ։ Ամբոխի մեջ նա ճանաչեց որոշ դեմքեր։ Տիկին Անահիտն այնտեղ էր, արժանապատիվ ապագա ՀԿ-ի մի քանի երեխաների հետ միասին։ Եվ նրանց հետ էր Լոն Ավետիսյանը։ Սոֆյան նրան չէր տեսել այն օրվանից, 6 ամիս առաջ։ Նա փոխվել էր։ Ավելի նիհար, ավելի պարզ հագուստով, բայց նրա դեմքում մի բան կար, որը նախկինում չկար։ Խաղաղության նման մի բան, կամ գուցե խոնարհություն։ Նրանց հայացքները հանդիպեցին մի կարճ պահ, Լոնը թեթակի խոնարհեց գլուխը, հարգանքի ճանաչման ժեստ։ Միջոցառումը սկսվեց Հենրիկ Թադոսյանի ելույթով, Վիգեն Մանուկյանի ժառանգության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարողության մասին։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես է բանկը պարտավորվել անել ավելին, քան պարզապես շահույթ ստանալը, այլ կառուցել ավելի արդար հավասար հասարակություն։ Հետո եկավ Սոֆիայի խոսելու պահը։ Նա դողացող ոտքերով բարձրացավ բեմ, բայց երբ կանգնեց խոսափողի հետում նայեց լսարանին, ինչ-որ բան փոխվեց։ Նա մտածեց իր պապիկի մասին, այն ամենի մասին, ինչ նա իրեն սովորեցրել էր։ Մտածեց, թե ինչպես էր 6 ամիս առաջ մտել հենց այս բանկը, մենակ վախեցած, բայց վճռական պաշտպանելու ճշմարտությունը։ Բարձ ես, սկսեց նա մի ձայնով, որն աստիճանաբար վստահություն ձեռք բերեց։ Իմ անունը Սոֆիա Մանուկյան է, ես այս բանկի հիմնադիր Վիգեն Մանուկյանի թոռնուհին եմ։ Ձեզանից շատերն արդեն լսել են այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այստեղ մի քանի ամիս առաջ։ Այն մասին, թե ինչպես եմ ես եկել այս բանկ, ստուգելու իմ հաշիվը պարզել, որ պապիկս ֆոնդ է թողել ինձ պաշտպանելու համար։ Լսարանը բացարձակ լռության մեջ էր, լսում էր ամեն բառ։ Բայց այն, ինչ ես կցանկանայի այսօր կիսվել, փողի մասին չէ։ Դա արժեքի մասին է։ Պապիկս միշտ ասում էր, որ իմ արժեքը ոչ մի բանկային հաշվի մեջ չէ։ Այն նրանում էր, թե ով էի ես ներսում, ճշմարտությունը պաշտպանելու իմ քաջության, մարդկանց հանդեպ իմ բարության, ամեն օր ավելի լավը լինելու իմ վճռականության մեջ։ Սոֆյան դադար տվեց, խորը շունչ քաշելով։ Երբ ես մտա այս բանկ, շատ մարդիկ ինձ դատեցին իմ արտաքինով։ Իմ պարզ զգեստով, իմ հին պայուսակով, այն փաստով, որ ես երեխա էի։ Եվ դա ինձ ցավեցրեց։ Բայց դա ինձ նա մի կարևոր բան սովորեցրեց, որ մենք բոլորս անընդհատ դատում ենք մարդկանց։ Դատում ենք հագուստով, մեքենայով, հասցեով, բանկային հաշվով։ Եվ երբ մենք դա անում ենք, մենք կորցնում ենք հնարավորությունը տեսնելու, թե ովքեր են մարդիկ իրականում։ Նա ուղիղ նայեց Լոնին, որը նստած էր առաջին շարքերում։ Այդ պատճառով ես շատ ուրախ եմ բանկի այս նոր նախագծի համար։ Որովհետև այն կսովորեցնի երեխաներին, երիտասարդներին ոչ միայն, թե ինչպես կառավարել փողը, այլ ինչպես ճանաչել սեփական արժեքը։ Ինչպես հավատալ իրենց, նույնիսկ երբ աշխարհն ասում է, որ նրանք բավարար չեն։ Եվ դա ավելի կարևոր է, քան ցանկացած ֆինանսական մաթեմատիկայի դաս։ Լսարանը սկսեց ծափահարել, սկզբում ամաչկոտ, հետո ավելի ուժգին։ Սոֆյան արցունքներ զգաց աչքերում, բայց դրանք թեթացման հպարտության արցունքներ էին։ Նա կարողացել էր։ Նա իր ճշմարտությունն ասել էր հարյուրավոր մարդկանց, նրանք լսել էին։ Միջոցառումից հետո, մինչ մարդիկ սուրճ էին խմում զրուցում, Սոֆիային մոտեցան մի քանի մարդ, որոնք ցանկանում էին շնորհավորել նրան։
Բայց այն մարդը, որին նա փնտրում էր, Լոնն էր։ Նա գտավ նրան դահլիճի մի անկյունում, զրուցելիս տիկին Անահիտի ՀԿ-ի մի քանի երեխաների հետ։ Սոֆիա, ասաց տիկին Անահիտը, երբ տեսավ նրան մոտենալիս։ Ինչ գեղեցիկ ելույթ, աղջիկս։ Դու մարդկանց սրտերին դիպչելու շնորհք ունես։ Շնորհակալ եմ, պատասխանեց Սոֆիան, բայց նրա աչքերը Լոնի վրա էին։ Նա կռացավ, նրա հասակին հավասարվելու համար։ Սոֆիա, ես պետք է քեզ մի բան ասեմ։ Պետք է ներողություն խնդրեմ այն բանի համար, ինչ արեցի քեզ հետ այն օրը։ Դա դաժան էր, անարդար, աններելի։ Դու արժանի չէիր այդպիսի վերաբերմունքի, ես կրել եմ դրա ամոթը այս բոլոր ամիսներին։ Սոֆիան երկար նայեց նրան։ Դուք փոխվել եք, ասաց նա պարզապես։ Փորձում եմ լինել, պատասխանեց Լոնը։ Դուք ինձ սովորեցրիք, որ փող ունենալը մարդուն ավելի լավը չի դարձնում։ Եվ որ ուրիշներին արտաքինով դատելը միայն ցույց է տալիս մեր սեփական փոքրությունը։ Այս վերջին ամիսները աշխատելով ՀԿ-ի երեխաների հետ, ինձ ավելին են սովորեցրել կյանքի մասին, քան իմ բոլոր տարիները կորպորատիվ աշխարհում։ Սոֆիան ժպտաց, մի փոքր, բայց անկեղծ ժպիտ։ Պապիկս ասում էր, որ մենք բոլորս կարող ենք փոխվել, եթե իսկապես ցանկանանք։ Կարծում եմ, նա կուրախանար իմանալ, որ դուք փորձում եք։ Ես կցանկանայի ճանաչել նրան, ասաց Լոնը անկեղծորեն։ Դուք կհավանեիք նրան։ Նա բարի էր բոլորի հետ, հարուստ թե աղքատ։ Նա հավատում էր, որ բոլոր մարդիկ արժեք ունեն, պարզապես պետք է մեկը, որ հիշեցնի նրանց դրա մասին։ Մինչ նրանք զրուցում էին, տատիկը հեռվից դիտում էր Հենրիկ Թադոսյանի կողքին։ Այս աղջիկը յուրահատուկ է, մեկնաբանեց բանկի նախագահը։ Վիգենը հստակ գիտեր, թե ինչ է անում, երբ ստեղծում էր այդ ֆոնդը։ Դա միայն փողը պաշտպանելու մասին չէր։ Դա նրան պաշտպանելու մասին էր, թե ով է նա։ Վիգենը միշտ իմաստուն է եղել, համաձայնեց տատիկը։ Նա մարդկանց մեջ տեսնում էր բաներ, որոնք նրանք իրենք չէին տեսնում։ Սոֆիայի մեջ նա տեսնում էր առաջնորդ։ Լոնի մեջ, նույնիսկ այս ամենից առաջ, նա հավանաբար կտեսներ փոփոխության ներուժ։ Հենրիկը ժպտաց։ Ի դեպ, ես ձեզ համար առաջարկ ունեմ։ Մենք բանկում նոր բաժին ենք ստեղծում, կենտրոնացած սոցիալական պատասխանատվության ֆինանսական գրագիտության վրա։ Մեզ պետք է մեկը, ով հասկանում է մարդկային, գործնական կողմը։ Ձեզ նման մեկը։ Տատիկը զարմացավ։ Բայց ես ընդամենը ուսուցչուհի եմ։ Ես բանկերում փորձ չունեմ։ Հենց դրա համար էլ դուք կատարյալ եք այդ պաշտոնի համար, պատասխանեց Հենրիկը։ Մեզ պետք են մարդիկ, որոնք հասկանում են կրթությունը, որոնք անկեղծորեն մտահոգված են մարդկանց զարգացմամբ։ Տեխնիկական կողմը մենք կարող ենք սովորեցնել։ Փոփոխություն մտցնելու գիրքը դա չի սովորեցվում։ Տատիկը մտածկոտ դարձավ։ Դա հսկայական փոփոխություն կլիներ իր կյանքում։ Բայց նայելով Սոֆիային, տեսնելով, թե ինչպես այդ քաջ աղջիկը փոխել էր ոչ միայն իր սեփական հանգամանքները, այլ շատ այլ մարդկանց կյանքերը, նա զգաց, որ ճիշտ պահն է։ Ես ընդունում եմ, ասաց նա վերջապես։ Հաջորդ շաբաթների ընթացքում փոփոխությունները սկսեցին արագ տեղի ունենալ։ Տատիկը սկսեց իր նոր աշխատանքը բանկում, բերելով թարմ մարդասիրական հեռանկար մի հաստատության, որը երկար ժամանակ կենտրոնացած էր միայն թվերի շահույթի վրա։ Նա մշակեց ֆինանսական գրագիտության ծրագրեր հանրային դպրոցների համար, ստեղծեց համագործակցություններ ՀԿ-ների հետ, հիմնեց կրթաթոշակների ֆոնդ Վիգեն Մանուկյանի անունով։ Լոնն ավարտեց իր արձակուրդի ժամկետը, վերադարձավ բանկ, բայց ոչ իր նախկին պաշտոնին։ Նրան նշանակեցին աշխատելու անմիջապես տատիկի հետ սոցիալական պատասխանատվության նոր բաժնում։ Դա մի պաշտոն էր, որը վճարում էր նրա նախկին աշխատավարձի կեսից պակաս, բայց իր կյանքում առաջին անգամ Լոնը զգում էր, որ իր աշխատանքն իրական իմաստ ունի։ Սոֆիան շարունակեց իր կյանքը որպես սովորական երեխա։ Գնում էր դպրոց, ընկերներ էր ձեռք բերում, սովորում, խաղում։ Բայց նա դարձավ փոքր հանրային դեմք, երբեմն հայտնվելով բանկի ՀԿ-ի միջոցառումներին, կիսվելով իր պատմությամբ, ոգեշնչելով այլ երեխաներին հավատալ իրենց։ Իսկ Ռուբենը։ Նա շարունակում էր իր բուժումը, քրտնաջան աշխատելով իր վերականգնման վրա։ Երկու շաբաթը մեկ նա նամակ էր գրում Սոֆիային, պատմելով իր առաջընթացի, այն բաների մասին, որ սովորում էր, այն մասին, թե ինչպես էր փորձում ավելի լավ մարդ լինել։ Տատիկը բոլոր նամակները պահում էր հատուկ տուփի մեջ, սպասելով այն օրվան, երբ Սոֆիան պատրաստ կզգա դրանք կարդալու։
Մի օր, ամեն ինչ փոխած իրադարձություններից մոտ 1 տարի անց, Սոֆյան գտավ նամակներով տուփը։ Նա հարցական հայացքով նայեց տատիկին։ Հորից տեն, մեղմորեն բացատրեց տատիկը։ Նա պարբերաբար գրում է քեզ։ Ես բոլորը պահել եմ, սպասելով, որ դու որոշես, ուզում ես կարդալ, թե ոչ։ Սոֆյան զգուշորեն վերցրեց տուփը, գնաց իր սենյակ։ Բացեց առաջին նամակը, հետո երկրորդը, հետո երրորդը։ Դրանցից յուրաքանչյուրը Ռուբենի ճանապարհորդության մի կտորն էր, նրա պայքարները, նրա նվաճումները, նրա հետընթացները, նրա զղջումները։ Եվ բոլորի մեջ սեր կար։ Անկատար սեր, արատավորված սխալներով, ձախողումներով, բայց անկեղծ։ Երբ ավարտեց բոլոր նամակները կարդալը, Սոֆյան նստեց իր մահճակալին, երկար մտածեց։ Հետո վերցրեց թուղթ ու գրիչ, սկսեց գրել իր սեփական նամակը։ Սիրելի հայրիկ, սկսեց նա, արցունքները հոսելով դեմքով։ Ես կարդացի քո բոլոր նամակները։ Եվ ուզում եմ, որ դու իմանաս, որ ես տեսնում եմ, որ դու փորձում ես։ Տեսնում եմ, որ դու պայքարում ես ավելի լավը լինելու համար։ Եվ դա ինձ համար շատ բան է նշանակում։ Ես դեռ պատրաստ չեմ քեզ անձամբ տեսնելու։ Դեռ շատ է ցավում այն, ինչ պատահեց։ Բայց գուցե մի օր, երբ դու ավելի ուժեղ լինես, ես ավելի պատրաստ լինեմ, մենք կարողանանք իսկապես խոսել։ Մինչ այդ, շարունակիր գրել։ Շարունակիր փորձել։ Շարունակիր քաջ լինել։ Որովհետև նույնիսկ երբ մենք սխալվում ենք, նույնիսկ երբ ձախողվում ենք, մենք միշտ կարող ենք ընտրել վաղը ավելի լավը լինել, քան այսօր ենք։ Սիրով, Սոֆիա։ Նա ծալեց նամակը, դրեց ծրարի մեջ, խնդրեց տատիկին ուղարկել այն։ Դա փոքր քայլ էր, բայց կարևոր քայլ։ Դա բուժման հնարավորության սկիզբն էր, նույնիսկ եթե այդ բուժումը տարիներ տեր։ Այդ գիշեր Սոֆյան պառկած էր իր մահճակալին, նայելով սենյակի առաստաղին։ Նա մտածում էր այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին տարում։ Մտածում էր, թե ինչպես էր իր կյանքը փոխվել, թե ինչպես էին այդքան շատ կյանքեր փոխվել բանկում տեղի ունեցած այդ օրվա պատճառով։ Մտածում էր իր պապիկի մասին, այն մասին, թե ինչպես էր նա ամեն ինչ այդքան խնամքով ծրագրել, ոչ միայն իրեն ֆինանսապես պաշտպանելու, այլ իրեն սեփական արժեքի մասին սովորեցնելու համար։ Եվ առաջին անգամ Սոֆյան լիովին հասկացավ, թե ինչ էր պապիկը փորձել իրեն ասել։ Իրական ժառանգությունը, որը նա թողել էր, բանկային հաշվի մեջ չէր։ Այն քաջության մեջ էր, որը նա գտել էր իր ներսում։ Այն կյանքերի մեջ էր, որոնք փոխվել էին, որովհետև նա քաջություն էր ունեցել պաշտպանելու ճշմարտությունը։ Այն հույսի մեջ էր, որը նա տնկել էր Լոնի նույնիսկ իր սեփական հոր սրտում։ Նա փակեց աչքերը, մեղմորեն շշնջաց, կարծես պապիկը կարող էր լսել իրեն, որտեղ էլ որ լիներ։ Շնորհակալ եմ, պապիկ։ Ամեն ինչի համար։ Ես հիմա հասկանում եմ։ Ես հասկանում եմ։ 10 տարի էր անցել մանուկյան գործընկերներ բանկում տեղի ունեցած այդ փոխակերպիչ օրվանից։ Երանը փոխվել էր, աճել, էլ ավելի արդիականացել։ Նոր շենքեր էին զբաղեցնում հորիզոնը, նոր տեխնոլոգիաներ էին փոխում մարդկանց ապրելու աշխատելու ձը։ Բայց որոշ բաներ մնում էին անփոփոխ, փողոցների խելահեղ շարժումը, առավոտները ներծծող սուրճի բույրը, երևանցիներին բնորոշ տոկունությունը։ Սոֆիա Մանուկյանը, այժմ 20 տարեկան, Երանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի վերջին կուրսում էր։ Նա վերածվել էր հիացմունքի արժանի երիտասարդ կնոջ, մանկության նույն արտահայտիչ շագանակագույն աչքերով, բայց այժմ կրելով մի իմաստություն, կարեկցանք, որոնք գալիս էին տարիների յուրահատուկ փորձառություններից։ Նրա շագանակագույն մազերը բնական ալիքներով թափվում էին ուսերին, նա պահպանում էր պարզ, բայց էլեգանտ ոճ, երբեք չմոռանալով իր համեստ արմատները։ Այդ շաբաթ առավոտյան Սոֆիան այն բնակարանում էր, որտեղ ապրում էր տատիկի հետ, պատրաստվում էր հատուկ միջոցառման։ Դա բանկի սոցիալական պատասխանատվության ծրագրի 10-րդ տարեդարձն էր, որն այժմ պաշտոնապես կոչվում էր Վիգեն Մանուկյան հիմնադրամ ի պատիվ իր պապի։ Ծրագիրը հսկայական աճ էր գրանցել տարիների ընթացքում, ազդելով հազարավոր կյանքերի վրա ֆինանսական կրթության, կրթաթոշակների, համայնքային նախագծերի միջոցով։ Մորաքույր տատիկ, կանչեց Սոֆյան հյուրասենյակից։ Իմ ելույթը տեսել ես։ Չեմ կարողանում գտնել նշումներս։ Տատիկը հայտնվեց միջանցքից, այժմ նրա մազերը ցույց էին տալիս արծաթե թելեր, որոնք նա հպարտությամբ էր կրում։ 50 տարեկանում նա դարձել էր հարգված դեմք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աշխարհում, Վիգեն Մանուկյան հիմնադրամը վերածելով ազգային մոդելի։ Խոհանոցի սեղանին է, սիրելիս։
Քո սուրճի կողքին։ Սոֆյան գտավ նշումները, նյարդային թերթեց դրանք։ Նույնիսկ տարիներ շարունակ հրապարակային ելույթներ ունենալուց հետո նա դեռ զգում էր այդ սարսուռը կարևոր միջոցառումներից առաջ։ Լարված ես, հարցրեց տատիկը, նստելով նրա կողքին։ Մի քիչ։ Մեծ միջոցառում է։ Այնտեղ շատ կարևոր մարդիկ են լինելու։ Եվ ես ուզում եմ հնարավորինս լավագույնս հարգել պապիկիս ժառանգությունը։ Տատիկը քնքշորեն բռնեց զարմուհու ձեռքը։ Սոֆիա, դու ամեն օր հարգում ես քո պապիկին։ Այն ձով, ինչպես վերաբերվում ես մարդկանց, այն ձով, ինչպես օգտագործում ես քո ձայնը ուրիշներին օգնելու համար, այն ձով, ինչպես հավատարիմ ես մնում քո արժեքներին։ Նա շատ կհպարտանար այն կնոջով, որը դու դարձել ես։ Սոֆյան ժպտաց, զգալով, թե ինչպես են աչքերը արցունքակալում։ Ես պարզապես կուզեի, որ նա այստեղ լիներ, այս ամենը տեսնելու համար։ Ինչ որ առումով, նա այստեղ է։ Յուրաքանչյուր կյանք, որին հիմնադրամը դիպչում է, յուրաքանչյուր երիտասարդ, որը կրթաթոշակ է ստանում, յուրաքանչյուր ընտանիք, որը սովորում է ավելի լավ կառավարել իր ֆինանսները, այս ամենը նրա երազանքի մի մասն է։ Եվ դու այդ երազանքի պահապանն ես։ Քաղաքի մյուս կողմում, Շենգավիթ թաղամասում, Ռուբեն Մանուկյանն իր փոքրիկ հյուրասենյակում էր, նայում էր պատուհանից դուրս։ Նա այժմ 52 տարեկան էր, վերջին տասնամյակների ճանապարհորդությունը տեսանելի հետքեր էր թողել նրա դեմքին, բայց նա մի այլ բան, խաղաղություն։ Նրա աչքերը, որոնք նախկինում միշտ անհանգիստ տագնապալի էին, այժմ կրում էին մի հանգստություն, որը գալիս է միայն նրանից, ով դիմակայել է իր դերին հաղթել։ Ռուբենը 6 տարի առաջ ավարտել էր խաղային կախվածության բուժումը, այդ ժամանակվանից հետընթացներ չէր ունեցել։ Նա աշխատում էր որպես խորհրդատու վարքային կախվածություններ ունեցող մարդկանց աջակցության կենտրոնում, օգնելով ուրիշներին անցնել այն ճանապարհը, որն ինքն էր անցել։ Դա համեստ աշխատանք էր, որը քիչ էր վճարում, բայց նրան տալիս էր մի բան, որը փողը երբեք չէր կարող գնել՝ նպատակ։ Այդ առավոտյան նա ձեռքերում պահում էր հատուկ հրավեր։ Դա Վիգեն Մանուկյան հիմնադրամի միջոցառմանն էր։ Սոֆյան անձամբ էր ուղարկել այն մի նամակի հետ միասին, որը նա կարդացել վերընթերցել էր տասնյակ անգամներ վերջին օրերին։ Հայրիկ, ասվում էր նամակում, գիտեմ, որ վերջին 10 տարիները դժվար են եղել մեզ երկուսիս համար։ Դրանք բուժման, սովորելու, աճի տարիներ էին։ Այսօր ես քեզ հրավիրում եմ ներկա գտնվելու իմ կյանքի կարևոր պահին։ Ոչ թե որպես պարտավորություն, այլ որպես ընտրություն։ Եթե դու քեզ պատրաստ զգաս, ես շատ կուզենայի, որ դու այնտեղ լինեիր։ Եվ եթե պատրաստ չլինես, ես կհասկանամ։ Բայց իմացիր, որ անկախ քո որոշումից, ես քեզ վաղուց ներել եմ։ Եվ ես հպարտ եմ այն մարդով, որը դու դարձել ես։ Սիրով, Սոֆիա։ Ռուբենը նայեց պարզ կոստյումին, որը հատուկ գնել էր այդ առիթով։ Նա պատրաստ էր։ Նա սպասել էր այս պահին 10 տարի, չէր պատրաստվում բաց թողնել այն։ Բանկում, այն հարկում, որտեղ գտնվում էր Վիգեն Մանուկյան հիմնադրամի գրասենյակը, Լոն Ավետիսյանը կազմակերպում էր միջոցառման վերջին մանրամասները։ 42 տարեկանում նա անճանաչելի էր, համեմատած այն ամբարտավան մարդու հետ, որը եղել էր 1 տասնամյակ առաջ։ Նրա մազերը սկսում էին ճերմակել քունքերին, նա կրում էր պարզ շրջանակով ակնոցներ։ Հագին չափավոր որակի կոստյում էր, ոչ մի ցուցադրական բան, կրում էր հիմնադրամի սոցիալական նախագծերի մասին զեկույցներով լի պայուսակ։ Լոնը դարձել էր հիմնադրամի համայնքային նախագծերի տնօրեն, աշխատելով անմիջապես տատիկի հետ։ Նա համակարգում էր համագործակցությունները ՀԿ-ների հետ, վերահսկում էր կրթաթոշակների բաշխումը, մշակում էր սոցիալական ներառման նոր ծրագրեր։ Դա մի աշխատանք էր, որը նրան լցնում էր այնպես, ինչպես իր նախկին պաշտոնում շրջանառվող միլիոնները երբեք չէին լցրել։ Ամեն ինչ պատրաստ է միջոցառման համար, հարցրեց տատիկը, սուրճի բաժակով մտնելով սենյակ։ Այո։ Դահլիճը պատրաստ է, հյուրերը հաստատում են իրենց ներկայությունը, հիմնադրամի երիտասարդ շահառուներն արդեն գալիս են։ Լոնը դադար տվեց։ Տատիկ, կարող եմ ձեզ անձնական հարց տալ։ Իհարկե։ Սոֆյան ինչպես է զգում Ռուբենի հնարավոր ներկայության մասին։ Տատիկը հոգոց հանեց։ Նա լարված է, բայց նա հուսով։ Դա երկար ճանապարհ է եղել նրա համար, սովորել առանձնացնել այն սերը, որը զգում է հոր հանդեպ, այն ցավից, որը նա պատճառել է։ Բայց նա շատ է աճել։ Հասունացել է։ Եվ կարծում եմ, նա պատրաստ է այս վերամիավորմանը։ Իսկ դուք ինչպես եք զգում։ Տատիկը մի պահ մտածեց։
Ռուբենը վիրավորել է իմ զարմուհուն, փորձել է գողանալ նրանից։ Երկար ժամանակ ես միայն զայրույթ էի զգում։ Բայց տարիների ընթացքում, տեսնելով այն անկեղծ ջանքերը, որ նա գործադրում է, տեսնելով նրա գրած նամակները, բուժման զեկույցները, ես սովորեցի, որ մարդիկ իսկապես կարող են փոխվել։ Ներելը հեշտ չէ, բայց հնարավոր է։ Լոնը գլխով արեց, խորապես հասկանալով այդ խոսքերը։ Ինքն էլ կենդանի ապացույց էր, որ վերափոխումը հնարավոր է։ Միջոցառումը սկսվեց ժամը 3-ին։ Բանկի գլխավոր դահլիճը լեփ-լեցուն էր մոտ 400 մարդով, գործարարներ, լրագրողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, բանկի աշխատակիցներ, հատկապես տասնյակ երիտասարդներ, որոնք տարիների ընթացքում օգտվել էին հիմնադրամի ծրագրերից։ Սոֆյան ժամանեց տատիկի ուղեկցությամբ, հագին էլեգանտ, բայց զուսպ կապույտ երանգների համադրություն։ Նա ողջունում էր մարդկանց, զրուցում երիտասարդ շահառուների հետ, աստիճանաբար հանգստանում։ Բայց նրա աչքերը շարունակում էին փնտրել ինչ-որ կոնկրետ մեկին ամբոխի մեջ։ Եվ հետո նա տեսավ նրան։ Ռուբենը դահլիճի հետում էր, հագին պարզ կոստյում, ճերմակած մազերը խնամքով սանրված։ Նա ավելի մեծ էր թվում, ավելի հոգնած, բայց նա ավելի խաղաղ։ Նրանց հայացքները հանդիպեցին, մի պահ ժամանակը կարծես կանգ առավ։ Սոֆյան զգաց, թե ինչպես սիրտը արագացավ։ Նրա մի մասը ուզում էր վազել դեպի նա, գրկել նրան, ինչպես անում էր մանուկ հասակում։ Մյուս մասը դեռ զգում էր հին ցավը, նորից հիասթափվելու վախը։ Բայց հետո նա հիշեց իր պապի խոսքերը, գրված այն բազմաթիվ նամակներից մեկում, որը նա թողել էր իրեն։ Քաջությունը վախի բացակայությունը չէ, իմ սիրելի Սոֆյա։ Դա ճիշտն անելու ընտրությունն է, նույնիսկ երբ վախենում ես։ Սոֆյան խորը շունչ քաշեց, զուսպ գլխով արեց հորը։ Ռուբենը պատասխանեց նույն կերպ, արցունքներն աչքերում, նստեց հետի աթոռներից մեկին, ակնհայտորեն հուզված պարզապես այնտեղ լինելուց։ Միջոցառումը սկսվեց Հենրիկ Թադոսյանի ելույթով, սոցիալական պատասխանատվության կարողության այն մասին, թե ինչպես է Վիգեն Մանուկյան հիմնադրամը իր գոյության 10 տարիների ընթացքում դարձել ազգային չափանիշ։ Նա կիսվեց տպավորիչ վիճակագրությամբ։ Ավելի քան 5000 երիտասարդ ստացել էր կրթաթոշակ, 100 հանրային դպրոց օգտվել էր ֆինանսական գրագիտության ծրագրերից, տասնյակ ընտանիքներ դուրս էին եկել խոցելի իրավիճակից մասնագիտական վերապատրաստման նախագծերի միջոցով։ Հետո տատիկի խոսելու հերթն էր։ Նա կիսվեց փոխված կյանքերի, իրականացված երազանքների, արժանապատվություն հույս գտած ընտանիքների հուզիչ պատմություններով, հիմնադրամի աշխատանքի շնորհիվ։ Նրա ձայնը վստահ էր, բայց հուզմունքով լի, երբ խոսում էր Վիգեն Մանուկյանի այն մասին, թե ինչպես է նրա ժառանգությունը շարունակում ապրել յուրաքանչյուր նախագծի միջոցով։ Եվ հետո եկավ Սոֆյայի խոսելու պահը։ Նա բարձրացավ բեմ ջերմ ծափահարությունների ներքո։ Սկզբնական նյարդայնությունն անհետացավ, երբ նա նայեց լսարանին, տեսավ այդքան շատ ծանոթ դեմքեր, Լոնը, որը թշնամուց վերածվել էր դաշնակցի, տիկին Անահիտը, որն այժմ թոշակի էր անցել, բայց ներկա էր հոգով մարմնով, երիտասարդներ, որոնց նա ուղեկցել էր տարիների ընթացքում, բանկի աշխատակիցներ, որոնք ընդունել էին սոցիալական պատասխանատվության նոր մշակույթը, այնտեղ հետում իր հայրը արցունքները հոսելով դեմքով։ Բար բոլորին, սկսեց նա պարզ վստահ ձայնով։ Ուղիղ 10 տարի առաջ ես 10 տարեկան մի աղջիկ էի, որը մենակ, վախեցած, բայց վճռական մտավ այս բանկ, ճշմարտությունը պաշտպանելու համար։ Ես այն օրը չէի էլ պատկերացնում, որ այդ փորձառությունը կվերածվի այս ամենին։ Նա ձեռքով ցույց տվեց լսարանը էկրանները, որոնք ցուցադրում էին հիմնադրամի նախագծերի պատկերները։ Ձեզանից շատերը գիտեն իմ պատմությունը։ Գիտեք այն ֆոնդի մասին, որը պապիկս թողել էր, այն դժվարությունների մասին, որոնց հանդիպեցի, այն մարդկանց մասին, որոնք ինձ դատեցին, նրանց, ովքեր ինձ աջակցեցին։ Բայց այն, ինչ ոչ բոլորը գիտեն, այն է, թե ինչ սովորեցի այս ճանապարհորդության ընթացքում։ Սոֆյան դադար տվեց, քաջություն հավաքելով այն բանի համար, ինչ ուզում էր ասել հաջորդիվ։ Ես սովորեցի, որ ներումը տեղի ունեցածը մոռանալու մասին չէ։ Դա ընտրություն է, թույլ չտալ, որ անցյալի ցավը գողանա ներկայի ուրախությունը։ Ես սովորեցի, որ մարդիկ կարող են փոխվել, իսկապես փոխվել, եթե քաջություն ունենան դիմակայելու իրենց սխալներին, խոնարհություն, օգնություն փնտրելու։ Նա ուղիղ նայեց Լոնին։ Ես սովորեցի, որ դաժանության մի պահը հավերժ չի սահմանում, թե ով ենք մենք, եթե մենք ընտրում ենք սովորել մեր սխալներից։ Հետո նայեց իր հորը։ Եվ ես սովորեցի, որ ինչ-որ մեկին սիրելը չի նշանակում ընդունել այն ամենը, ինչ այդ մարդն անում է։
Դա նշանակում է ցանկանալ, որ նա լինի իր լավագույն տարբերակը, պատրաստ լինել հնարավորություն տալ, երբ նա իսկապես փորձում է փոխվել։ Դահլիճում խորը լռություն տիրեց։ Շատերի աչքերում արցունքներ կային։ Բայց իսկական ժառանգությունը, որը պապիկս թողել է, փողը չէր, շարունակեց Սոֆյան։ Դա այն դասն էր, որ մեր արժեքը գալիս է ոչ թե նրանից, թե ինչ ունենք, այլ նրանից, թե ով ենք մենք։ Մեր ընտրություններից, մեր ազնվությունից, ճիշտը պաշտպանելու մեր քաջությունից, նույնիսկ երբ դա դժվար է։ Նա բացեց ձեռքերը, կարծես ուզում էր գրկել ողջ լսարանը։ Այդ պատճառով այս հիմնադրամը գոյություն ունի։ Ոչ թե մարդկանց փող տալու, այլ նրանց օգնելու ճանաչել սեփական արժեքը։ Երեխաներին, երիտասարդներին սովորեցնելու, որ նրանք կարող են մեծ երազել, անկախ նրանից, թե որտեղից են գալիս։ Ցույց տալու, որ մենք բոլորս արժանի ենք արժանապատվության, հարգանքի հնարավորությունների։ Սոֆյան նայեց երիտասարդ շահառուներին, որոնք առաջին շարքերում էին։ Դուք, որոնք այսօր այստեղ եք որպես այս հիմնադրամի շահառուներ, կենդանի ապացույցն եք, որ մարդկանց մեջ ներդրում անելը լավագույն ներդրումն է, որ գոյություն ունի։ Ձեզանից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ տաղանդներ, արժեքավոր երազանքներ ոչ միայն սեփական կյանքը, այլ իր ընտանիքների համայնքների կյանքը փոխելու ներուժ։ Այնուհետ նա իր հայացքն ուղղեց ողջ լսարանին։ Եվ ձեզ բոլորիդ, ովքեր ինչ-որ կերպ նպաստում են այս աշխատանքին, լինի դա որպես բանկի աշխատակիցներ, գործընկերներ, նվիրատուներ կամ կամավորներ, իմ խորին շնորհակալությունը։ Դուք հարգում եք Վիգեն Մանուկյանի ժառանգությունը, կառուցում եք ավելի արդար կարեկից աշխարհ։ Սոֆյան խորը շունչ քաշեց, նախքան եզրափակելը։ 10 տարի առաջ մի աղջիկ մտավ այս բանկ, հավատալով իր սեփական ճշմարտությանը։ Այսօր մի երիտասարդ կին կանգնած է ձեր առջ, երախտապարտ յուրաքանչյուր մարդու համար, ով օգնել է իրեն հասկանալ, որ իր արժեքը երբեք փողի մեջ չի եղել։ Այն եղել է ինքն իրեն լինելու իր քաջության, այն բանը պաշտպանելու իր պատրաստակամության, ինչին հավատում է, ներելու ու աճելու իր ունակության մեջ։ Եվ դա է այն իսկական ժառանգությունը, որը ես կկրեմ հավերժ։ Դահլիճը պայթեց ծափահարություններից։ Մարդիկ ոտքի կանգնեցին, մի ծափահարություն, որը տեց մի քանի րոպե։ Սոֆյայի աչքերում արցունքներ կային, բայց դրանք երախտագիտության ուրախության արցունքներ էին։ Նա գտել էր իր ձայնը, իր նպատակը, իր խաղաղությունը։ Միջոցառումից հետո բանկի գլխավոր սրահում ֆուրշետ էր։ Մարդիկ շրջում էին, զրուցում, կիսվում պատմություններով։ Սոֆյան շրջապատված էր երիտասարդներով, որոնք ուզում էին անձամբ շնորհակալություն հայտնել նրան, պատմել իրենց հաղթահարման պատմությունները, ցույց տալ, թե որքան է հիմնադրամի աշխատանքն ազդել իրենց կյանքի վրա։ Բայց հետո նա տեսավ իր հորը, դեռ հեռու, դիտելով հեռվից։ Նա քաղաքավարի կերպով ներողություն խնդրեց իր շրջապատի մարդկանցից, քայլեց նրա ուղղությամբ։ Ամեն քայլի հետ հիշողություններն էին հեղեղում նրա միտքը, հայրը, որը խաղում էր իր հետ, երբ նա փոքր էր, այն անգամները, երբ նա բացակայել էր կարևոր պահերին, դավաճանության ցավը, զղջման նամակները, բուժման ճանապարհորդությունը։ Ռուբենը տեսավ նրան մոտենալիս, քարացավ։ Երբ Սոֆյան կանգնեց նրա առջ, նրանք մի պահ լուռ մնացին, որը կարծես հավերժություն տեց։ Բար, հայրիկ, ասաց Սոֆյան վերջապես, նրա ձայնը խեղդված։ Բար, աղջիկս, պատասխանեց Ռուբենը, արցունքներն ազատ հոսելով դեմքով։ Քո ելույթը հիանալի էր։ Դու անհավանական կին ես դարձել։ Ավելի լավ, քան ես երբեք կարող էի պատկերացնել։ Շնորհակալ եմ, որ եկար։ Գիտեմ, որ հեշտ չէր։ Դա ամենահեշտ, ամենադժվար բանն էր, որ երբեք արել եմ։ Ռուբենը ձեռքերով սրբեց արցունքները։ Սոֆյա, ես գիտեմ, որ ոչ մի բան խնդրելու իրավունք չունեմ այն ամենից հետո, ինչ արել եմ։ Բայց ես ուզում էի, որ դու իմանայիր, որ վերջին 10 տարիների յուրաքանչյուր օր ես աշխատել եմ, արժանի լինելու քեզ հետ նույն սենյակում գտնվելուն։ Լինելու այն հայրը, որին դու միշտ արժանի ես եղել։ Գիտեմ, հայրիկ։ Ես կարդացել եմ քո բոլոր նամակները։ Տեսել եմ քո բուժման, քո աշխատանքի զեկույցները ուրիշներին օգնելիս։ Ես տեսել եմ, որ դու փորձում ես։ Եվ նույնիսկ այդպես, դա բավարար չէ, ասաց Ռուբենը, գլուխը թափահարելով։ Երբեք բավարար չի լինի փոխհատուցելու այն, ինչ ես փորձել եմ անել։ Սոֆյան բռնեց հոր ձեռքը, մի ժեստ, որը ստիպեց Ռուբենին դողալ։ Դու ճիշտ ես։ Դա չի ջնջում անցյալը։ Բայց դա կառուցում է նոր ապագա։ Եվ եթե դու շարունակես այս ճանապարհը, եթե շարունակես լինել այս ավելի լավ մարդը, գուցե մենք կարողանանք նոր հարաբերություններ կառուցել։
Ոչ այնպես, ինչպես նախկինում էինք, որովհետև դա այլևս հնարավոր չէ։ Բայց ինչ-որ նոր բան։ Ինչ-որ իսկական բան։ Ռուբենն այլևս չկարողացավ զսպել արցունքները։ Նա գրկեց դստերը, Սոֆյան պատասխանեց գրկախառնությանը։ Դա ցավով, ներումով, հույսով, սիրով լի գրկախառնություն էր։ Մի գրկախառնություն, որը խորհրդանշում էր մի շրջանի ավարտը, մյուսի սկիզբը։ Տատիկը հեռվից դիտում էր տեսարանը, արցունքներն աչքերում։ Լոնը նրա կողքին էր, նույնպես տեսանելիորեն հուզված։ Նա կարողացավ, մրմնջաց Լոնը։ Նա իսկապես կարողացավ ներել։ Իսկական ներումը թուլություն չէ, պատասխանեց տատիկը։ Դա ուժի ամենամաքուր ձն է։ Եվ Սոֆյան միշտ ուժեղ է եղել, հենց այն առաջին օրվանից։ Միջոցառմանը հաջորդած ամիսներին նուրբ, բայց նշանակալի փոփոխություններ տեղի ունեցան։ Սոֆյան Ռուբենը սկսեցին պարբերաբար հանդիպել, միշտ չեզոք վայրերում, միշտ հանգիստ առանց շտապելու։ Նրանք խոսում էին ամեն ինչի մասին, անցյալի, ներկայի, երազանքների, վախերի։ Ռուբենը կիսվում էր իր աշխատանքի մասին, օգնելով կախվածություններ ունեցող այլ մարդկանց, իսկ Սոֆյան խոսում էր հոգեբանության իր ուսումնասիրությունների ապագայի ծրագրերի մասին։ Դա կատարյալ չէր։ Կային դժվար պահեր, չլուծված հարցերի շուրջ քննարկումներ, արցունքներ, երբ ցավոտ հիշողությունները վերադառնում էին։ Բայց կային նա իրական կապի պահեր, կիսված ծիծաղ վստահության դանդաղ վերականգնում։ Սոֆյան հաջորդ տարի գերազանցությամբ ավարտեց հոգեբանության ֆակուլտետը։ Ռուբենը լսարանում էր, տատիկի կողքին, հպարտությամբ ծափահարում էր, երբ նա ստանում էր իր դիպլոմը։ Դա առաջին ավարտական երեկոն էր, որին նա ներկա էր, այն օրվանից, երբ նա տարիներ առաջ դպրոց էր ընդունվել, այդ պահի նշանակությունը նրանցից ոչ մեկի համար աննկատ չմնաց։ Լոնը շարունակեց իր աշխատանքը հիմնադրամում, բայց նա սկսեց դասախոսություններ կարդալ համալսարաններում, ընկերություններում, էթիկայի, էմպաթիայի, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին։ Նրա վերափոխման պատմությունը, ամբարտավան գործադիր տնօրենից կարեկից առաջնորդի, ոգեշնչում էր շատ մարդկանց մտածել իրենց սեփական կյանքի ընտրությունների մասին։ Տատիկը ազգային ճանաչում ստացավ իր աշխատանքի համար, ստանալով մրցանակներ, պարգևներ։ Բայց այն, ինչ նրան ամենաշատն էր հպարտացնում, ոչ թե դարակում դրված գավաթներն էին, այլ այն շնորհակալական նամակները, որոնք ստանում էր երիտասարդներից, որոնց կյանքերը փոխվել էին հիմնադրամի շնորհիվ։ Սոֆիայի ավարտելուց 5 տարի անց Մանուկյան գործընկերներ բանկը ենթարկվեց իր ամենամեծ ինստիտուցիոնալ փոփոխությանը։ Պատմական շենքում բացվեց նորթը, ամբողջությամբ նվիրված Վիգեն Մանուկյան հիմնադրամին։ Այդ նորթի նախասրահում մշտական ցուցադրություն էր պատմում ամբողջական պատմությունը, բանկի սկզբնավորումից մինչ հիմնադրամի ստեղծումը։ Ցուցադրության կենտրոնում Վիգեն Մանուկյանի, հիմնադրի, սպիտակ լուսանկարն էր, Սոֆիայի ավելի նոր լուսանկարի կողքին։ Երկու պատկերների մեջ մի ցուցանակ կար այն խոսքերով, որոնք դարձել էին հիմնադրամի կարգախոսը։ Մեր արժեքը ոչ թե նրանում է, թե ինչ ունենք, այլ նրանում, թե ով ենք մենք։ Ցուցադրության բացմանը ներկա էր Սոֆյան, այժմ որպես հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն, մի պաշտոն, որը նա ստանձնել էր 3 տարի համայնքային հոգեբանական կլինիկայում աշխատելուց հետո։ Նա 27 տարեկան էր, նրա հասունությունն ու իմաստությունը ակնհայտ էին նրա խոսած յուրաքանչյուր բառում։ Նրա կողքին էր Ռուբենը, այժմ 62 տարեկան, 15 տարի սթափ։ Նա դարձել էր հարգված դեմ կախվածությունների վերականգնման շարժման մեջ, իր ճանապարհորդության մասին գրքի հեղինակ, հաճախակի բանախոս բուժման կենտրոններում։ Լոնը, այժմ 49 տարեկան, առաջխաղացում էր ստացել, դառնալով բանկի սոցիալական պատասխանատվության գծով փոխնախագահ, բայց շարունակում էր իր ժամանակի մեծ մասը նվիրել համայնքների հետ անմիջական աշխատանքին։ Իսկ տատիկը 62 տարեկանում պատրաստվում էր թոշակի անցնել, բայց արդեն ապահովել էր, որ հիմնադրամի ժառանգությունը ուժեղ կմնա առաջնորդների հաջորդ սերնդի հետ։ Մինչ բոլորը շրջում էին ցուցադրությամբ, հիանում լուսանկարներով, պատմական փաստաթղթերով փոխված կյանքերի պատմություններով, մոտ 10 տարեկան մի երեխա մոր հետ մտավ սենյակ։ Աղջիկը կանգնեց Սոֆիայի մանկության լուսանկարի առջ, այն մեկի, որը արվել էր ամեն ինչ փոխած միջոցառումից անմիջապես հետո։ Մայրիկ, հարցրեց աղջիկը, ո՞վ է այս աղջիկը։ Մայրը կարդաց լուսանկարի տակի գրությունը։ Սա Սոֆիա Մանուկյանն է։ Նա քո տարիքին էր, երբ փոխեց ոչ միայն իր սեփական կյանքը, այլ շատ այլ մարդկանց կյանքեր։ Ամեն ինչ այն պատճառով, որ նա քաջություն ունեցավ պաշտպանելու ճշմարտությունը, նույնիսկ երբ վախենում էր։ Նա հարուստ էր, հարցրեց աղջիկը։ Մայրը ժպտաց։ Փողով, գուցե։
Բայց այն, ինչ նրան իսկապես հարուստ էր դարձնում, մի բան էր, որը փողը չի կարող գնել։ Նա գիտեր իր սեփական արժեքը։ Սոֆյան, որը հեռվից դիտում էր փոխազդեցությունը, մոտեցավ։ Բար, ասաց նա ջերմ ժպիտով։ Քեզ դուր եկավ ցուցադրությունը։ Աղջիկը ամաչեց, բայց գլխով արեց։ Դուք լուսանկարի աղջիկն եք։ Այո, ես եմ։ Դա ես էի, շատ տարիներ առաջ։ Դուք վախենում էիք։ Սոֆյան ծնկի իջավ, աղջկա հասակին հավասարվելու համար։ Շատ էի վախենում։ Բայց գիտես, ինչ սովորեցի։ Որ քաջ լինելը վախ չունենալը չէ։ Դա այն է, ինչ պետք է արվի, նույնիսկ երբ վախենում ես։ Եվ որ մեր արժեքը կախված չէ նրանից, թե ինչ են մտածում մեր մասին ուրիշ մարդիկ, այլ նրանից, թե ինչ գիտենք, որ ճիշտ է մեր մասին։ Աղջիկը մի պահ մտածեց։ Ես երբեմն վախենում եմ դպրոցում։ Մյուս երեխաները երբեմն վատ են վարվում, որովհետև մենք թանկարժեք իրեր չունենք։ Սոֆյան քնքշորեն բռնեց երեխայի ձեռքը։ Ապա դու հստակ հասկանում ես, թե ինչ եմ ես զգացել։ Բայց իմացիր, որ դու հսկայական արժեք ունես, անկախ նրանից, թե ինչ ես հագնում, որտեղ ես ապրում կամ ինչ ունես։ Քո արժեքը նրանում է, թե ով ես դու ներսում։ Եվ ոչ ոք երբեք չի կարող դա քեզանից խլել։ Աղջիկը ժպտաց, նրա աչքերը փայլեցին նոր հասկացողությամբ։ Սոֆյան ոտքի կանգնեց, դիտեց, թե ինչպես է երեխան հեռանում մոր հետ, երախտագիտության ալիք զգաց։ Ժառանգությունը շարունակվում էր։ Յուրաքանչյուր երեխայի հետ, որը սովորում էր իր սեփական արժեքի մասին, յուրաքանչյուր մարդու հետ, որին դիպչում էր ուղերձը, Վիգեն Մանուկյանի երազանքը հավերժանում էր։ Այդ գիշեր, երբ բոլորը գնացել էին, Սոֆյան մենակ մնաց ցուցադրության նախասրահում։ Նա նայեց իր պապի լուսանկարին, զգաց նրա ներկայությունը, կարծես նա այնտեղ լիներ իր հետ։ Մենք կարողացանք, պապիկ, շշնջաց նա։ Քո երազանքն իրականություն դարձավ։ Եվ դա միայն բանկի կամ հիմնադրամի մասին չէ։ Դա բոլոր այն կյանքերի մասին է, որոնց դիպչել են, բոլոր այն մարդկանց, որոնք սովորել են հավատալ իրենց, բոլոր նրանց, ովքեր հայտնաբերել են, որ իրենց արժեքը երբեք նրանում չի եղել, թե ինչ ունեին, այլ նրանում, թե ով են իրենք։ Նա մեղմորեն դիպավ լուսանկարի շրջանակին։ Շնորհակալ եմ, որ հավատացիր ինձ։ Ինձ պաշտպանելու, ճանաչվելու, ինձ սովորեցնելու համար, որ իսկական հարստությունը սեփական արժեքը ճանաչելու մեր ձայնն օգտագործելու մեջ է, ուրիշներին օգնելու հայտնաբերել իրենցը։ Սոֆյան այդ գիշեր դուրս եկավ շենքից, սիրտը խաղաղությամբ լի։ Դրսում երան քաղաքը շարունակում էր իր խելահեղ ռիթմը։ Միլիոնավոր կյանքեր, որոնք տեղի էին ունենում միաժամանակ, յուրաքանչյուրն իր պայքարներով, իր երազանքներով, իր պատմություններով։ Բայց այնտեղ, այդ պատմական շենքում, մի ժառանգություն էր հաստատվել։ Մի ժառանգություն, որն ասում էր, որ բոլորը, բացարձակապես բոլորը, ունեն ներքին արժեք։ Եվ որ այդ արժեքը ճանաչելը, այն պաշտպանելը, ուրիշների հետ կիսելը լավ ապրած կյանքի իսկական չափանիշն է։ Եվ այսպես, իր արժեքը ճանաչող աղջկա պատմությունը շարունակեց ոգեշնչել սերունդներին։ Ոչ թե որպես հեքիաթ երջանիկ կատարյալ ավարտով, այլ որպես քաջության, ներման, վերափոխման հույսի իրական ճանապարհորդություն։ Մի ճանապարհորդություն, որը ցույց տվեց, որ նույնիսկ ամենամութ պահերին, երբ մեզ դատում են, նվաստացնում կամ վիրավորում, մենք կարող ենք ընտրել ոտքի կանգնել։ Մենք կարող ենք ընտրել ներել։ Մենք կարող ենք ընտրել աճել։ Եվ ամենից վեր, մենք կարող ենք ընտրել երբեք չմոռանալ մեր սեփական արժեքը, որովհետև այն միշտ եղել է մեր ներսում, սպասելով։